Բարև ձեզ, դուք դիտում եք Աղբորպես podcast-ի նոր էպիզոդը, այսօր մեր հյուրն է կինոդարան հավելվածի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը, իր հետ ստացվելու է բոմբ podcast, որովհետև զրուցելու ենք շատ թեմաներից, դե մենք փորփրեցինք համացանցը Աշոտի հետ, շատ բան չգտանք Ռաֆայելի մասին, ճիշտն ասած, Դա դպրոցից սկսեք, դպրոց, հետո համալսարան։ Կուզենք, որ դու մի քիչ ներկայացնեիր, էլի sense ինչով ես զբաղվում, ես կինոդարանի հետ կապված սկսենք էլի տեղի ծխական դպրոցում հետո չէ երևի կինոդարանից սկսենք չէ որտեղ ամենաբում ոնց որ հա ոնց որ հիմա ինքը շատ ակտուալ թեմա է կինոդարանի ինչից սկսենք իր ոնց որ այն ոնց ասեմ համարձակությունից որ դուք որոշեցիք որ կարանք Հայաստանում սթրիմինգային սերվիս բացենք որը կաշխատի որտեվ այդ միտքը ամեն տեղ է ֆռում Netflix-ից հետո Ռուսաստանում է երկար ֆռում Ռուսաստանում համարը չի ստացված են սաղ փորձերը ստացված են հիմա ստացված են հիմա արդեն ստացված են բայց պրոտեկցիոնիզմի պատճառով որտեվ իրանք կարողանում են ինչ-որ լծակներ օգտագործեն համաշխարհային կոնտենտի դեմ սկսվել է ստացվել բայց միջև այդ ես մի քիչ ներսը եղել եմ տեսել եմ էլի ինչքան խնդիրների մեջով է դա անցը ու հենց եկար Հայաստան սկսեց ստացվելը քեզնից էր իզնից էր հա հիմա ես դից գրամ վերոչած ստացվում հա սկսենք կինոդարանից կինոդարանը մի հրաշք պրոյեկտ է ինչի համար որտեվ հեսա կբացենք ինչի համար որտեվ ինքը թույլ է տալի մեզ հայկական կինոարտադրությունը զարգացնել ինչի որտեղ մենք աշխատում ենք փող այսինքն մարդ վճարում է որ նայ սերիալ կինո մենք այդ գումարը վերցնում ենք սկսում ենք նկարել ինչքան շատ ենք վերցնում այդքան շատ ենք ծախսում նկարելու վրա ու հիմնականը սաղ ծախսում ենք նկարելու վրա որտեղ նպատակը իրան մեծացնելն է ու նենց անել որ մենք շատ հետևոր subscriber-ը ոնց կլինի Դա հետևորդ բաժանորդագրվող բաժանորդագրված մարդիկ ակտիվ բաժանորդագրված մարդիկ ունենք հենց Ռուսաստանից հենց USA-ից շատ ունենք ու հիմիկվա նպատակներից մեկը նենց անենք որ ավելի լայնացնենք ինչքան ժամանակ արդեն գործում է 2 տարի ինչ որ ֆինանսային ռեզուլտատներ կան արդեն որ դե որ չլիներ չենք կարող չէ որոնք հրապարակորեն խոսանք աշխատել ենք այսքան գումար ծախսել ենք սրա վրա անցել ենք արդեն պլյուսի sense գոնե նայ պլյուս հարաբերական այստեղ հա որտեղ դու աշխատում ես դու ծախսում ես քո պրոյեկտների վրա պլյուս այստեղ չկա մոտակա ժամանակներս չի լինելու պլյուս որ ասինքն Պլյուս կա այնքանով որ առաջին պրոյեկտը որ մենք նկարեցինք բյուջեն այսքան էր երկրորդ պրոյեկտը այսքան էր մեծանում պլյուսը դա հա ուսաղի համար է պլյուսը առաջին պրոյեկտը Սուրբն էր հենց 84-ի ամառը հենց որ production-ը մենք ենք արել հա ու դուք միանգամից սկսել եք production անել մենակ չէ մի տարի է production ենք անում հենց ես պատասխանատու եմ այդ ընդհանուր ստեղծագործական կտորի համար էլի որտեղ օրինակ Netflix-ը բավականին երկար production չէր անում ինքը մենակ գնում էր արդեն ստեղծված գործերը ու մինչև հիմա էլ գնում է բայց նաև հիմա production-ներ են նույնը մեր մոտ է նույն կոնցեպտը սաղի մոտ է նույն կոնցեպտը բայց շատ ավելի արագ էլի հետո ասում հա որտեղ ստեղ պետք է արագ լինել որտեղ իսկական հայկական կինոն ու սերիալները Հատ պետք է upgrade անել էլի չգիտեմ մեր մոտ ինչքանով կստացվի որտեղ մենք էլ ենք նոր սկսում մենք ինչ որ եսի ինչ արդյունքներ ունենք եթե դուք տեսնում եք արդյունքները արդեն լավ է ես տեսնում եմ ես օրինակ ես երեք բաժանորդագրվեցի կինոդարանին չխափեմ նայեցի շախմատիստի առաջի սերիան ահավոր տպավորված էի ոչ միայն վիզուալը որտեվ ես միշտ ասում եմ Ռուսաստանում էլ նույն process-ը գնաց որ տեխնիկական թիմը շատ ավելի արագ է զարգանում քան թե իմաստային միշտ տենց է գնում ու ինչ որ պայթ ինձ թվում է այդ տեխնիկական թիմը արդեն չի պատրաստ չի ինչ որ տուֆտա գործերով զբաղվի արդեն ման են գալի նորմալ սցենարներ սկսում է զարգանալ սա խզարեց էս հիմնական հենց մեր առաջնային խնդիրն է որ օքեյ վիզուալի հարցը լուծեցինք դավայց հիմա կոնտենտի հարցն ենք բայց ես հենց այդ ուզում ասել որ շախմատիստի առաջի սերիան սցենարային կողմից իդեալական գրված է իր դիսցիպլինան գրելու ինձ շատ իմ համար շատ տպավորիչ էր որովհետև ես առաջի 10 րոպեից հասկացա ով է գլխավոր հերոսը ով է իրան շրջապատում ինչ կարգի մարդ է թեման տեսավ երբ որ ինքը նստում է ասում է կյանքում ամենակարևորը չափն է ու նենց է նկարած որ ես միանգամից լսում եմ որ էսի սերիալի թեման անել որ սա սերիալը մեզ պետք է սրանով հա
Մերսի շատ։ Հա, Սցենարական թիմն էլ է, էլի մեր դու ես թիմը։ չէ շախմատիստի սցենարիստներից մեկն ես։ Ես կստացի շախմատիստի սցենարը կարդացի այն ժամանակ, երբ որ դեռ նկարահանումները չէր սկսվել շախմատիստի։ Հա։ Շատ տպավոր, այդ որ քո ասած տպավորիչը իմ մոտ էլ էր նույնը, ու հետո երբ որ տեսա արդեն նկարահանման հենց հրապարակում ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, պրոֆեսիոնալիզմը շատ ուժեղ էր, էլի եմ եղել նկարահանման հրապարակներում հայկական, բայց չէ, էլի։ Այս մեկը իրոք ինքն էր, էլի, այն որ Դա արդեն կոլաբորացիան է հենց Գոշի ու մեր թիմի հետ, հա, կարելի տենց ասենք անունները դնենք, որտեղ Գոշը ռեժիսորն է, նույն օրինակ առաջին սերիայում ես որ ինչ-որ տեսա, օքեյ, սցենարը գրած է, դու գիտես ով ինքը, որտեղ կաստինգն ես մասնակցում, կաստինգն ես մասնակցում, բայց վիզուալի համար, օքեյ, ռեժիսորը պիտի ստեղծագործի։ Ու ես տեսա ինքը ինչ էր արել, որ առաջին սերիայում հենց ան ռադիոն տեսնում ես, չէ՞, կամ հեռուստաց տեսնում ես, օքեյ, հետո հասկացա, որ մուդն է այդ, այսինքն ինքը մենք ասել ենք հեքիաթ, ինքը հեքիաթ է նկարել, դու չես հասկանում որ ժամանակն է, հա, ինձ դու չես հասկանում ինչ աշխարհ է։ Ռադիոն մի քիչ իմ համար sense պահեր, չէր սազում, որ ինչ-որ явно YouTube-յան ինչ-որ բան անում, սև ու սպիտակ TV վրա, այդ մի քիչ ինչ-որ դիսոնանս Այ երրորդ սերիայում արդեն դու մտնում ես մեջ այդ հեքիաթի։ Բայց միանգամից հասկացա, էլի, որովհետև ոնց որ միշտ պետք է հասկանաս, որ ֆիլմում հանկարծակի իրեր չեն հայտնվում, նայես չի, որ չէ կարա ուրիշ TV դնեի։ Չէ, հակառակը։ Ինչ որ նպատակ կար, ու ես ոնց որ վստահեցի, որովհետև այնքան երբ որ ճաշակով է նկարած, երբ որ դու միանգամից տանում ես, որ ստե մարդիկ հասկանում են ինչ են անում, եթե ինչ որ դիսոնանս բան ես նկատում, դու հասկանում ես, որ էսի հետո ինչ որտեղ կարևոր է լինելու, ինչ որտեղ դու կհասկանաս ինչի է էս։ Ֆիլմի ոչն է հենց։ Հա, ես դրա համար վստահեցի այդ։ Տես կա անտի ուտոպիաներ, հա, որ սաղ իրանց կանոններով պատկերացրել իր ստեղծած աշխարհն է, որտեղ կան, չգիտեմ, երկրորդ սերիայում որ մեր Սոնան մտնում է այնտեղ որ ինքը աշխատում է, կտենաս հին մոնիտորները դնաս, մոնիտորները դրած ու կտենաս իր նոթբուքը, ասենք MacBook-ը, հա։ Այդ կոնտրաստը ինձ թվում է աշխատելու է դեռ։ Հետաքրքիր է։ Երրորդն է, երրորդում ես էլ էի խաղում։ Հա։ Գնայեմ, ինձ հետաքրքրեց, ես հաստատ կնայեմ, շախմատով հետաքրքրված եմ։ Տեսա ռեֆերենսը явно Queen's Gambit-ի հետ ինքը բան ունի, որտեվ ոչ թե կարող է ոչ թե սյուժեով, բայց ինչ որ համ զգացմունքային ինչ որ պահ կա, հա, որ ինքը անդադ ֆլեշբեք ունի մարդու այդ աղջիկն էլ ուներ նույն ձևի ֆլեշբեք, ինչ որ ուսուցչի հետ նստած։ Ես ասում եմ, որ ինքը ինչ որ արխետիպային բաների վրա է հիմնված, իհարկե ոչ թե այնց վերցրած անդեից, բայց դե ես օրինակ չեմ համարում, որ ռեֆերենսները վատ բան է։ Իրանք տրոպեր են ստեղծում, որով մենք ավելի արագ ենք հասկանում ինֆորմացիան։ Շատ ավելի լավ, եթե մարդը Queen's Gambit-ը նայել է ու ինքը մտածում է, որ կարող է սերիալը նույն ճանապարհով գնա ու ինքը շեղվի է ճանապարհից, այդ մարդու համար twist կա։ Հիմա ինքը հապացում է, որ ինքը հասկանում է սերիալներից։ Դե հա, Okay։ Նա ինքը ավելի շատ սցենարիստ է։ Ահա։ Իրան եք ծախում, այս ոդկասթի իմաստը ծախել իրա։ Չէ, Նայ, այստեղ ինքը ավելի շատ Ջոն Ուիկին է նման, եթե տենց նայենք, քան սերիան, որտեվ կլուբ 64-ը որ կա, մենք իրան վերցնելուց մենք պատկերացնում ենք իրան Իրանցիանն ասա Ջոն Ուիկի կոնտինենտալն է։ Ինքը կոնտինենտալի կոնցեպտն է, որ կա կլուբ, պատկերացրի ինքը ավելի շատ այդ ռեֆերենսն է վերցրած, ու սա համատում են ինչ-որ limitless-ի հետ, բայց limitless-ից պրոստը դեղն է վերցրած։ Կարա ռետերներ մենք սկզբից դաժան մտածել ենք, որ կարա ծամոնի չէ, ծամոնը խնդալու է, հա, ասենք, օքեյ, մենք պահեցինք դեղը ու գիտենք, որ համեմատությունն ունեն limitless-ի հետ, բայց overnight-ը հասկանում որ բացարձակ կապ չունի։ Ընդհանրապես այդ համեմատությունները նենց չի որ կանգնացնում են մարդկանց նայելու հարցում էլ, եթե օրինակ չէ քֆրտելու հարցում են կանգնացնում, բայց քֆրտելը մեկը խոսակցությունն է, չէ։ Խոսակցությունն է մեկ։ Չէ, մեր մոտ այդ ֆրտոցը չի, մեր մոտ գիտես որ ֆրտոցն է, որ Այս շատ սաղ անում են էդի ու չեմ հասկանում ինչից է Instagram-ում չկա է, TikTok-ում շատ կա է, չեմ ճոգում Facebook-ի մասան սկսել է TikTok մտնելը ու կոմենտ գրողները Facebook-ի մասան է TikTok-ի։ Հա, դա եմ։ Որ հետաքրքիր բան է կատարվում, հա, այսինքն Instagram-ը ինչ որ հələ մաքուր է մնացել այդ առումով ռիլսերը, բայց TikTok-ի մասը Facebook-ի մասան է նույն կոմենտը, նույն կոմենտները Facebook-ում է, նույն կոմենտները TikTok-ում է։ Ասում եմ նույն մարդիկ են։ Տեսակ, հա։ Կարաս գտնես այդ մարդկանցը։ Հա, ինչի համար են քվրտում հիմնականում։ Ասում եմ limitless-ն է։ Շանսը չի տալի նայելու, այսինքն մեր գլխավոր նպատակն է հենց կինոդարանի ընդհանուր, որ հայ շանս տվեք հայկական կինոներին ու սերիալներին, որտեվ օքեյ, եթե մենք
որներս ճղում ենք, մի 20 րոպե մի հատ տրամադրիկ նայեք, էլի մենք հիմնականում այնց ենք անում, որ մարդիկ առաջին սերիան հնարավորություն ունենան նայելու։ Չգիտեմ, դոստով խաչակ ընկվում ես, բացվում, այդված եղում ես Արտուր Դարփինյանի վրա, բացում, այսինքն Էդի գժանոց PR բաներ, էլի խնդիր կա մի հատ sense ուղակի։ Մարդիկ հիմնականում չեն պատկերացնում այդ ոնց է աշխատում, էլի, որ մենք տալիս ենք այդ փողը, լավ նայեցինք մի անգամ այդ կինոն պրծանք, բա հետո մեր փողը Քալցիովը նայ։ Ինչ չիթում որ միտքն է, էլի, որ հիմնական մասը ովքեր կինո են նայում, իրանք էլի կնայեն, կինոդարանը կքաշեն, էլի կնայեն, բայց այն մարդիկ ովքեր որ հեռուստացույցով էին նայում նույն հայ ֆիլմը, իրանք էլի շարունակելու են հեռուստացույցով նայեն, էլի սպասեն այդ ժամին, որ նայեն։ Իսկ կոնտինգենտ կա, որ ինքը կգա պալյուբոմ։ Դեռ աշխատում է մարքեթինգը։ Տես, եթե դու մեր ռաֆը մարքեթինգի, հա, մերնեմ կյանքին հիվանդ ես քանի օրը։ Մեր այնքանից աշխատում է նենց, որ այդ կոմարտիկ որ կյանքում չէին մտածի որ կգան նայելու, ինքնից խայպ ստեղծում այդ մարդիկ կգան նայելու։ Դա շատ կարևոր է։ Որտեվ իրանք ինքան են լսե, ինքան են տեսե ու տարբեր տեղերից են սորսերից են վերցնել, թե ասում չէ, բալես հիմա դինա։ Օրինակ ես էլ տունը պապային ասում կինոդարանով նայի։ Իսկ Smart TV-ը նորմալ աշխատում է կինոդարանն, որտեվ դա ամենակարևորը։ Ու կստացի դրեցի Smart TV վրա, աշխատեց, հիմա կինոդարանով նայում ենք։ Դա ոնց որ այդ միակ հարմար է։ Այդ միակ ոնց որ ինձ թվում է բանն է, արկելքն է, որ TV մասան անսիսրան, որտեվ հիմա համարյա սաղ ունեն Smart TV կամ ինչ որ Wildberries-ից առած պրիստավկա ունեն, որ սարքում է Smart TV ցանկացած հեռուստացույցը, դա իրանց հարմար լինի։ Ես օրինակ հիշում եմ ժամանակին, երբ որ ես փոքր եմ, ես բոլոր վիդեո խաղերը բան տորենտներից էի քաշում, ոչ փողն է, ոչ բան, բայց ինչ որ պայծ արդեն մեծ տարիքում երբ ես փողն է եղել, չստեղել։ Հա, ստեղել։ Ես տեղել մեծացա։ Ու ինչ որ պայից, երբ արդեն ինչ որ փողն է, շարունակում էի տորենտներից քաշում, միջև ես Steam-ը չփորձեցի ու ես հասկացա, որ Steam-ը բացենց հա ես փող տալիս եմ, բայց ինքը ինձ հարմարավետություն է տալի, որը տորենտներից չեն տալի։ Ես քաշում եմ, ես չեմ մտածում վիրուսների մասին, եթե ինչ միանգամից փողը հետ չա հարմարություն ունեց արեցին, որ ինձ ավելի հարմար է ես փող տամ ու այդ հարմարավետությունը ստանամ, քան թե շարունակեմ ձերի ստանալ խաղերը։ Ես էլ եմ բավականին ուշ։ Որտեվ մենակ փողը չի էլի, որը քեզ կարևոր է, երբ որ դու ինչ որ ապրանքի մասին ես տալիս։ Դու կամսեկան ինչքան փող եք տալիս ձեր application-ներին ու IT product-ներին, որից օգտվում եք։ Ես վախում եմ իմանամ։ Ես դու չգիտես ինչին մասն ինչքան եմ։ Ինչն ես տալիս։ Ինչին եմ տալիս։ Դե SIM card-ին։ Okay, ծառայությունը։ Ինտերնետին տան հաստատ։ Ու սպասես անվճար է ոնց որ։ Չէ, մի քիչ անվճար չի։ Շեփերից էլի, ես օրինակ Pixar-ին եմ տալի։ Բան, տարվա կտրվածքով թե ամսվա, տենց ամսվա։ Ինչ հարցս ինչի տվեցի, որտեղ մարդիկ 6000 դրամ թվով։ Մարդիկ արդեն սովորում են վճարեն product-ների համար, որ իրանց կյանքի մի մասն է դառնում։ Օրինակ, ես հաշվեցի ամսական ինչքան գումար եմ տալի իմ ծառայությունների համար, տենց եկա մոտավորապես մի $170 կարգի։ Այսինքն Xbox-ի Game Pass-ից մինչև Apple Music, մինչև ինչ, ասենք մինչև OnlyFans։ Մենք մինչև ընդեղից մինչև OnlyFans փող ես տալիս դու գոհես։ Շատ հարմար բան է, էկոսիստեմ են ստեղծում, որտեղ դու կարաս համագործակցես, հարմար է։ Ժամանցի համար իդեալական է։ Ինչ թվում որ տենց Հայաստանի ժողովուրդը պատրաստ չի դրան տեխնիկապես պատրաստ է։ Ինձ թվում է սենց խնդիր կա, էլի կներեք որ ես օրինակը միշտ բերում եմ, բայց դե այդ իմ աչքով եմ տեսել, որը Ռուսաստանում էր կինոյի հետ, երբ որ Ռուսաստանի կինոն արդեն լավ բաներ ստեղծում էր, համ սերիալներ, համ ֆիլմեր, բայց հələ անվստահություն կար, որտեղ դրանից առաջ շատ երկար ժամանակ ոչ ինչքան լիքը լավ գովազդային թեկուց եղել են արշավներ, մարդիկ խափնվել են նայել են, հասկացել են, որ էլի իրանց խափել են, էլի, ինչ որ պայից իրանք արդեն պատրաստ չեն նույնիսկ լավ գովազդային արշավներից հետո գնան նայեն, որտեղ արդեն տեսել են, գիտենք, չի լինելու լավ։ Դե քակ մեջ արեց կոլկը ոնել։ Ինձ թվում է այստեղ ես նույն բանը տենում եմ բոլոր բնակավարներում, օրինակ ես մարդկանց որ ասում եմ, որ ես ժամանակակից գրականություն եմ կարդում հայկական, ինձ ասում են իսկ ինքը կա, որտեղ ոչ մեկ նույնիսկ պատրաստ չի շանս տա, որ կարող շանս տալն է շատ կարևոր շանս։ Նույնիսկ ստենդափում մենք տեսնում, որ մարդիկ կարող են նայում են շատ ամերիկյան կամ ռուսական ստենդափ, բայց այդ մարդիկ, որոնք նայում են ստենդափ, իրանք չեն գալի հայկական ստենդափի։ Հայկական ստենդափի մարդիկ են գալի, որոնք շատ քիչ են տեղյակ ստենդափից, որ իրանք չունեն այդ այլ ընտրանքը, էլի։ Զգացել եք, բայց կյանքում ինչքան կարևոր է շանս տալը, բայց ամեն ինչին դերասանին, մարդուն, գյուբոյ ոլորտում կարևոր է մարդուն շանս տալը։ Այ մեր գլխավոր գաղափարն է, որ հայկական կինոյին շանս տան, որ ինքը փորձի զարգանա։
Այ պրոստը շանս տվեք մեզ, մենք փորձենք տեսնենք, կարող է ստացվում է մեր մոտ։ Իսկ օրինակ կինոդարանի ամենամեծ կոնկուրենտը Armflix-ն է, այսպես չէ, Հայաստանում։ Չես պատմի, ես տենց լսելով գիտեմ, որ կինոդարանը ու Armflix-ը եղել են մի կազմակերպություն։ Չէ, տենց բան չի եղել։ Սլուխները ուղղակի ուրեմն։ Տենց բան չի եղել, մի կազմակերպություն հաստատ չեն եղել։ Այդ կարան վստահ ասեմ։ Հիմա այն ինչ որ մենք անում ենք, վստահ կարամ ասեմ, որ չէ լինի, որովհետև հենց Սուրբ մեկն է մեզ թողել։ Հետո ինչ ասես, արեցինք Սուրբ երկուսով, փորձում ենք ցույց տանք, որ օքեյ, ժող կրիմինալը կարա սենցե լինի, ու ինքն է աշխատեց, դա չգիտեմ, շատ վտանգավոր է Սուրբ երկուսը անել, եթե անկեղծներ, օրինակ Ինչ միայն ինձ հետաքրքրեց, ինչեր վտանգավոր։ Դե ժանր փոխեցինք, այսինքն ինքը կրիմինալ էր, բայց մարդիկ չեն խոսում նենց ոնց որ մարդիկ չեն խոսում, բայց մարդիկ խոսում են ոնց որ խոսում են, հա, բանտում է ամեն տեղը, պատմությունը կար, ինձ թվում է պատմություն կար, այսինքն նայ հիմա լյուբոյ տեղ սերիալ կինո կարևոր է լոգլայնը, հա, այսինքն ինչքան քո լոգլայնը կարճ է ու հասկանալի է, այդքան շանսերը մեծ է որ քո պրոդուկտը կաշխատի։ Եթե լոգլայնը երկար է, քեզ երկար ժամանակ է պետք կինոյում էլ, որ դու ցույց տաս, թե ինչի մասին է ինքը։ Լոգլայնը հստակ էր։ Տեր հայրը, որ մարդա սպանում, նստում է բանտ։ Okay, ու սկսում է հասկանալ, թե ինչի համար է ինքը սպանը այդ մարդուն։ Իր լոգլայնը հստակ էր ու կարճ։ Առաջին Սուրբում իր լոգլայնը շատ երկար է դու բացատրում։ Ու կտեսնենք։ Ագին մեծ պատմություն էր, էլի Սուրբ 1-ը, Սուրբ 2-ից շատ էր տարբերվում այդ։ Մենք փորձեցինք մեր ձևով անենք ու չէ, թվերը ցույց է տալի, որ ստացվեց, okay։ Այդ երկուսը դուք եք, չէ՞ նկարել արդեն կինոդարանի։ Իսկ որ ով է նկարել կոնկրետ Շահբազյան Արամը։ Հա։ Իսկ շախմատիստի հետ կապ ունի այդ Շահբազյան Արամը։ Հա։ Չէ։ Թիմից մարդիկ կան, օպերատորը կապ ունի։ Եթե տեսնես, Հակոբը շատ լավ ձեռագիր ունի, օպերատորը։ Հա, նման է, դրա համար հետաքրքրեց էլի։ Օպերատորական աշխատանքն է նման, բայց լահագին տարբեր է։ Իսկ ինչա կինոդարան, օրինակ ես ուզում եմ pitch անեմ ինչ որ իդեա կինոդարանին, որ ռեալիզացիա անի կինոդարանը, ինչա տրամադրում կինոդարանը, ինչով ես պիտի գամ, եթե մարդիկ կան ինչ որ կարող։ Այ Հայաստանում այնքան քիչ են պրոֆեսիոնալները, սկսենք տեղից, հա, Հայաստանում ամենամեծ խնդիրը պրոֆեսիոնալների պակասն է, լյուբոյ ոլորտում, բանկային օպերատորից սկսած, վերջացրած, ասենք, չգիտեմ, շարմած կտրողը, որ չի հարցնում կետչուպ լսնի կամ 3 անգամ ասում ես կետչուպն իմ խնդիրը է դա հիմնականի անց է որ կետչուպը ես չեմ ուտում դաժե տեղ պրոֆեսիոնալ շատ դժվար է դրա համար այսինքն եթե դու թեկուզ ունես թույն սինոպսիս դու այդքանով կարաս գաս կինոդարան որտեղ այսքան թիմը տեխնիկան սաղ տրամադրում է կինոդարանում հա դուք ունեք ձեր ոնց որ թիմը որը դուք օգտագործում եք ձեր պրոյեկտներում լավ թիմ է ինձ թվում է նույն ասում սցենարներից մինչև օրինակ երկուսի Տիտրասը չափկա ասածը չգիտեմ Սուրբինը մեկ է շախմատիստինը տեսել եք ոնց է սկսում ինքը նայեք Կոլյան չգիտեմ գիտեք Կոլա Պետոն Production 97-ը այնինքն լավագույն գովազ նկարողներ են էլի այսինքն ինքը մեր կրեատիվ դիրեկտորն է ու շապկաները նկարում է հենց Կոլյան իր գործն է ինքը մենակ դրանով զբաղվում կապ չունի ռեժիսորով է մենք ունենք սցենարական մեծ թիմ արդեն որտեղ մենք հասկացել ենք որ արդեն եղած սցենարիստներից շատ դժվար ենք աշխատում իրանց հետ, որտեղ մեր մտածելակերպները ու իրանց մտածելակերպը տարբերվում է շատ իրարից։ Օրինակ նույն օրինակ բերեմ հիմա մայիսին կոմեդիա ենք նկարելու, Նուսացիրիչսկի բայց երկու պարեկների մասին։ Ահա ինձ հետաքրքիր է։ Բայց բան չենք ցույց տալի, այսինքն իրանց կողքն իրադարձությունները պատտվում ոչ թե իրանց կերպարներն են իջացնում էլի։ Ու նստած ենք մի սցենարիստի հետ, ում երևի դուք եք ճանաչեք ու խոսում ենք, որ սցենարն ենք պատմում, ֆիդբեք է տալիս։ Այնտեղ դրած է որ աղջիկը նստած նոթբուքով գործ է անում, իր ընկերը կոֆեն լսում է, բերում է տալիս է իրան։ Ինքը ասում է ոնց, տղեն է կոֆեն բերում։ Ասում եմ հա։ Ասում թող աղջիկը բերի, ասում եմ խի աղջիկը բերի։ Ասում դե աղբերս ընդունված է որ աղջիկը ասում Ես իմ գերուն կոֆե տալիս եմ, ասենք հերս եմ օրս էլի կոֆե տալի, վրոդի վատ բան չկա տեղ։ Ասում չէ, ապա, աստամ տես բան անես, ինքը կասեն, ասում բայց այդ կողքի աղջիկը որ նայ, կասի, հա, բայց դու էլ ես տենց անում, չէ։ Ինքը տենց երևի վարժացած է, էլի, որ դու հանգարց չի պիտի տենց բան ցույց տաս, որը մարդուն կարող է բան անի, էլի։ Այդ կատաստրոֆա պրոբլեմատիկ է, ինքը կարծրացնում է քո հայացքը ու հետո չի թողում դու հետաքրքիր բաներ մտածես։ Նույնը խոսակցական հայերին, նույն մարդու հետ որ խոսում, շատ սիրում եմ իրան ու ինքը նեն գիտելիքներ ունի, որ շատ օգնես մեզ։ Խոսում ենք իր հետ, եթե տենում ես կներես պրատ որ ասում եմ։
ասում է այնտեղ խոսակցության մեջ տղեն խոսած ասում է դալբայոբա է, ասում է ոնց, ընկերու մոտ ասում է դալբայոբ, ասում հա բրատ, հա սաղս օգտագործում ենք էլի, ասում է չի կարա, ասում է ասում խի չի կարա, բացատրինց խի չի կարա, ասում է դե մեր հասարակությունը, ասում է քո հասարակությունը ով է, ասում է ինքն ինձ է մեղադրում, ասում է դու քո կրուգն է ստեղծե ու ապրում ես այդ կրուգն, ասում նայ հիմա այն ինչ հնարավորություն մենք ունենք, փորձում ենք այն մեր հնարավորությունը այդ կրուգը մեծացնենք, այսքան շատ մեծացնենք այդ կրուգից, թվում է մեծ գործ արած կլինենք էլի, որտեղ Հայաստանը փոխվել է, Հայաստանը դեպի չի։ Այդպես բաներ եմ տեսնում, օրինակ ես երբ որ սովորել էի կուրսերում սցենարական, ես երկար մտածում եմ, որ ինքն ինձ բան չի տվել, բայց հետո տարիներ հետո երբ որ ես խոսում էի ուրիշ սցենարիստների հետ, նրանց բաներ են նկատում, որ իմ համար ակնհայտ էր թվում, օրինակ իմ համար կինոյում կարևոր է իր ներքին լոգիկան մենակ, ոչ թե իր կապը իրական աշխարհի հետ, որտեվ կապը իրական աշխարհի հետ ես կարամ ոնց ուզենամ ներկայացնեմ, կարամ որպես ունիկալ դեպք ներկայացնեմ, որ այսպես բան երբեք չի եղել, բայց հիմա եղավ, կամ ինչ որ այս մի պերսոնաժը ինքը դեվիանտ է, ինքը տարբերվում է մնացածից, դա ավելի հետաքրքիր է նույնիսկ, բայց ինձ հետ շատ միշտ եթե ինչ որ բան չի կարողանի, ինքը չի կարողանի, որտեվ ներքին ստրուկտուրայի լոգիկան է։ Օրինակ ես կյանքում ինձ մոտ տենց հարց չէր առաջանա, ինչի է այս մարդը բերում կամ այն բանը, ես կփորձեի դրա շուրջ ինչ որ բան կառուցել։ Ու տենց բաները շատ եմ նկատում, ինձ թվում է այդ նրանից է որ կակրաս դու ստերեոտիպներից կտրված ես, պրոստը դրամա դրանից է որ դու չես նկատի։ Զրիվ չի գալիս ստերեոտիպներից կտրվել, իրանք հարմար գործիք են։ Այդ են բաննա, որը քո կյանքում ես կտրված, քո գործում չեմ ասում։ Կարող է տենց բան կա ու պլյուս որտեվ ես TV-ում չեմ աշխատել, միշտ խուսափել եմ, տենց այդ պրոդյուսերների հետ TV հարցը չի, այդքան մտածելակերպի հարցն է մտածում, չէ՞։ Ինձ թվում է որ մտածեն մարդիկ, դե մարդիկ էլի որ տենց մտածեն։ Դե սա Հայաստանն է այնց վարժեցրած, որ ուրիշների կարծիք իրանց համար ամենի կարևորը քան թե իրանց ազատությունն է, դա ամենամեծ սխալն է, որ անեք Հայաստանի շատ մարդ գիտեք, որ հայտնի է դարել։ Որ ստեղից Ռոզալին, Մեկեվաչե Թոմասյանին վերջիններին չհաշված էլի։ Համասյանը։ Okay, լավ։ Okay։ Ընդունելի է ասած։ Այն մարդկանց որ ավոչի էլի։ Ու всё։ Այսինքն Վաչանելը ագին երկիշներից են Բրունետը խոսքի։ Չէ, ժոր դուրսը դարելա հայտնի ու մի հատ երկով չէ, անընդհատ։ Շատ քիչ մարդ կա ինչի, որտեվ նույն վերադարձանք այդ TikTok-ի կոմենտ գրողներն, հա։ Օրինակ նույն Անորա ֆիլմի հետ կապված շատ եմ հավանել, ու կարամ ասեմ ինչի եմ հավանել, որ նայելա կավասետ ինչ գավնո են նկա։ Չէ, բայց ինձ գիտես ինչ ներկայվ, այդ աղջիկը իր համար արդեն պրինցիպիալնի էր, որ ինքը այդ տղոտ իսկականից ամուսնացած է, թե փողն է հարցը։ Իմ համար պրոստը իրան աբիդներ է այդ վիճակը։ Իսկականից աբիդն է, всё ինքը ամուսնացած է ալիգարխի տղու հետ։ Ինքը այդ տղուն է, կապ չունի այդ տղեն ով է, կապ չունի ինքը սիրում է թե չի սիրում այդ տղուն, բայց աբիդնի է։ Ու այնց կոնֆլիկտը տեղա որ մարդիկ ասում են դե փողի համար էր, էլ այդքան փող, այ որ կոտակի կոնֆլիկտը տենան, մի քիչ հետաքրքիրն է, որ չես յոգում այդ աղջիկը փողի համար է թե չէ։ Հենց հա բայց եթե չես խորանում, կարող է քեզնից է, կարող է պետքա խորանաս, ոչ թե գրելուց առաջ մի քիչ խորանաս նոր գրես։ Հա։ Ես վախում եմ գրել, օրինակ ես։ Հա, ես էլ շոկ եմ։ Մի հատ կոմենտ էր գրած, սկսել եմ էլի Facebook մտնել, այդ կատաստրոֆա է, հա։ Ես փախել եմ թրեց։ Դրանից հավես հա։ Հայաստանում X-ը զարգացած է Twitter-ը, որտեվ շատ թույն կարելի է turnover-նել նրա վրա էլի, բայց Facebook սկսում եմ վերջերս ինչ-որ մտնել, որտեվ ինչ-որ մասա կա, որ ում հետ շփվում եմ ու հիմա արդեն ինչ որ անում ենք, պետք է այդ մարդիկ իմանան, որտեվ փող շահավետ կարանք իրար հետ աշխատենք, որտեվ տաղանդավոր մարդիկ շրջը Հայաստանում կան ու հիմա մեզ պետք է իսկականից օգնության սախ տաղանդավոր մարդկանց, որտեվ ոլորտը չի կարա կինոդարանը մենակով ոլորտ զարգացնի։ Ես մի քիչ սկսել եմ փոխել վերաբերմունքս դրան, որտեվ դե հենց առաջի վիդեոից, որ ես գցել եմ իմ ստենդափով, քննադատություն չէ, խլեշ քֆուր, քյասարից առանց երկար մտածելու, միանգամից վիհաուրատ։ Ու սկզբից ծանր էր, շատ ծանր էի տանում, այստեղ մեծացած մարդը։ Ոչ կարած մարդու հետ հանդիպես խոսած, ոչ հասկանում ես ով է, ուղղակի քֆրտոց։ Հետո սկսում ես դրան թեթև վերաբերել ու ինչ որ պայից ես սկսեցի նույնիսկ ընդհանրապես քննադատությանը վատ չեմ վերաբերվում, որտեվ ես հասկացա, որ քննադատության բովանդակությունը երբեք կարևոր չի, իր արկայությունն է կարևոր։ Ինքը ինձ հուշում է, որ ես բավականին հասկանալի չեմ, ուստեղից ես արդեն կարամ որոշեմ։ Ես ուզում եմ ավելի հասկանալի լինեմ այս մարդկանց համար, թե ես
ինձ այնքան ինչքան որ ինձ հասկանում են նորքի է ու էսի իմ համար ինդիկատոր է որ ես հասել եմ այնցերին հասկանելիության որ ինձ պետք է ու նորմալ է եթե այսքան ակնհայտությունը լավ է եթե ավելի շատ է ուրեմն կարելի է մի քիչ բարձրացնել ու սենց գնալով նաստրոյկաներ բայց էլի շուկաների տարբերությունն է վերցնենք նույն օրինակը շախմատիստ ֆիլմը վերցնենք հաստատ մարդիկ կլինեն որ կգրեն լավը չի ու հազարավոր պատճառաբանություններ կբերեն թե Գրաժդանին Կեյնի տակ էլ հաստատ գրող կլինի որ կասի լավը չի մեր հայերի 99%-ը կգրեն այդ խնդիր չի մեկը նայող այդ մեկը պետք է հասկանալ որ ինքը շատ ոչ ռեպրեզենտատիվ վիբրկա է այդ մարդիկ որոնք կոմենտ են գրում որովհետև նույնիսկ բայց այդ մարդիկ փագում են շատ ուժեղ մարդկանց օքեյ կարող է հասկանան չփագեն բայց այն մարդիկ որ առաջին քայլերն են անում իրանք ավտոմատ արդեն նեգատիվ են տրամադրված այն ինչ որ իրանք անում են ես մի հատ հաղորդման մեջ դու ասացիր որ ամենալավ բաներ ամենալավ գովազդը երբ որ մարդուն ասում է անձնական խոսակցությունները TikTok-ի կոմենտ չեն ասում անձնական խոսակցությունում շատ ավելի շատ ասում են ինչ էմոցիա է արտե ինչ է ու ինձ թվում է կակրած այն ինչ որ ես տեսա շախմատիստում ինքը մեծ պոտենցիալ ունի որ մարդիկ իրար հետ կիսվեն ասեն վերջապես հետաքրքիր սերիալ կա հիմա խոսքի TikTok-ում շատանում են բլոգերներ են պատմում ամեն ինչի մասին երևի ձեր այդ համագործակցության մեջ որտեվ շատ լավ նկարած ինչ որ թույն բաներ են բայց իրանք երևում է որ իրանք լեզվով են ասում բայց իրանք հավանել են Արարոսն որտեվ այդ մարդիկ վատ բան գովազ չեն անում երևում է որ իրանք իսկապես են մտածում ու բոլորն հասկանում են որ եթե նույնիսկ այս բան իդեալական չի էսի ճիշտ ուղղությամբ քայլեր են որը պետք է պատժ կանել որ հասնենք ինչ որ ավելի լավ վիճակ շանս տալն է ուզում հասկանամ կինոդարանը կարա ստեղծին կդառնա այն պլատֆորման որ օրինակի համար կարենաս իր հետ համագործակցես ու ինչ-որ կոնտենտ ստանաս, բայց այդ պրոֆ մակարդակը չունես դու։ Ես օրինակ չունեմ պրոֆ մակարդակ, մենք նկարում ենք podcast։ Օրինակը մեր վրա բերեմ։ Մենք նկարում ենք podcast, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ծախում էլ հենց մաս էլ այլ ուզում հասկանամ մեր նման հազար հոգի կա կամ podcast չեն անում ուրիշ ինչ-որ product են տալիս ոչ պրոֆեսիոնալ ինչ-որ մեդիա կենտրոն որ դառնա կինոդարանը կարա տենց բան ստեղծի որ մարդիկ գան ձեզ ասեն մենք ուզում ենք սենց բան անենք օգնեք մեզ միշտ բայց եթե ինչ-որ բան արդեն ունեն թեկուզ մարդ ունեն հա տես մենք սկզբից սկսելուց սկսեցինք խոսալ ձեր podcast-ի մասին որ ինչով ստեղ գալը նայել էի մի հատ ֆիդբեքներ տվեցի չէ հիմա պատկերացրա մեր սաղ ստեղծագործական թիմը նստում է ֆիդբեքա տալի ու ասում է այդ ժամանակ մեզ հետաքրքիր կլինի երկու դեպքում դու ինչքան ուղես քո համար լավ ալնել որտեղ այնտեղ հավաքված են տաղանդավոր մարդիկ եթե դաժե դու ուղես մենք չվերցնենք մենք քեզ արդեն պլյուս տվել ենք հիմա պատկերացրա մարդ սցենարով է գալիս սկսնակը ամենասկսնական դե դժվար է հանդիպել իմ հետ կամ չգիտեմ թիմի հետ բալումում ընդունում ենք ու մարդիկ կան որ նենց են անում որ դու իրան ընդունես ու այդ follow-up-ն է ասեմ շատ ճիշտ պակասում է չափի զգացումը հա չտի այդ իմ բառերն է որ չափի զգացումն է պակասում որտեղ մեր մոտ կամ պերեբորա կամ նիդաբորա կամ մարդ շատ ամաչում է կամ շատ իմպուլսիվնի է մոտենում քեզ երկուսն է վատը այդ չափի զգացում պակասում է բայց այդ սաղ թիմը կնստի ու իր գրած թեկուզ հիմար բանի վրա իրան ֆիդբեքներ կտա գոնե ինքը մի հատ տրեյնինգ հա այդ փորձում ենք անենք ժամանակի սովորության պատճառով մերկենք որտեվ տենց ինչ-որ 8 հատ ongoing պրոյեկտ ունենք 8-ի վրա աշխատում ենք, հա, բայց մի ժամանակ գտնում ենք տենց մարդկանց համար ու կապ չունի այդ մարդով, ուսանողա թե թույն իր կարծիքով ռեժիսորա կամ պրոդյուսեր։ Այս բանը քանի որ մենք շատ տենց մեղմ ասեմ շատ զարգացած դպրոց չունենք կինոյի Հայաստանում ինձ թվում է սկսնակի ու պրոֆեսիոնալ տարբերությունը այդքան մեծ չի Հայաստանի մասշտաբով էլի օրինակ տարբերությունը ստեղի ու Մոսկվայի որ ես տենում եմ սցենարիստի համար ստեղ դու որպես սցենարիստ քեզ կարա գա պրոդյուսերը ասի սենց իդեա ունեմ գրի Մոսկվայում դու որպես սցենարիստ պետք է այսպես թղթերով գնաս դռնեդուր, որտեղ այնքան շատ են, որ ոչ մեկին պետք չեն։ Պետք է նենց իդեա բերես, այնքան մարդ շրջանցնես, որ մարդուն հասնի։ Դե Ամերիկայում вообще դե լեգենդներ կան, որոնք դարակներ կան, որոնք ջարդվում են սցենարների ծանրությունից, որտեղ հա, որ առանձին ագենստվաներ կան, առանձին սցենար կարտացող ագենստվաներ կան, որոնք սաղոր նստած սցենար են կարտում, դա իդեա է։ Հիմա հեշտացել է, հիմա շատ Ամերիկայում հեշտացել է, որտեղ սթրիմինգային պլատֆորմները շատացան, այս կոവിഡ്ից հետո շատ
Հիմա հավատա նույն խնդիրը ընդեղա։ Կինոդարանն էլ չէ, հենց COVID-ի ժամանակ կարծեմ։ Հա, Սվեց։ Ես նենց եմ ուրախանում, ես մի հատ տենց ոչ պոպուլար կարծիք ունեմ, ես չեմ սիրում կինոթատրոնները։ Հիմա դու սպանում ես կինոն։ հա, հասկանում եմ, ես հասկանում եմ, բայց ինձ թվում է, որ կինոթատրոնները երկար իրանցով էին շատ վատ ազդում կինոյի վրա, որտեվ իրանք դենց ռամկեք էին դնում։ Խոսքի ամենաակնհայտ բաներից մեկը, որ ֆիլմը տևում է 2 ժամ ոչ թե նրա համար, որ մարդիկ շատ մտածում են, որ ուշադրությունը այդքան կարա սպայծ, բայց ինքը պահում է այդքան, որտեվ օրվա սետկան ամենահարմարը տենց է ստեղծել։ Ցանկալի է մի ժամանոց, որտեվ կինոթատրոնը կանոններ է ստեղծում, որտեվ կինոթատրոնը աշխատում է ոչ թե տոմսերի վրա, այլ պոպկորնի վրա, իրան պետքա շատ դուրս ու ներս մարդ քայլի։ Տենց բան, ես նույնիսկ տենց դավադրական թեորիա ունեմ, որ ռեյտինգները, որ հայտնվեցին PG-13 ռեյտինգը հայտնվեց ոչ թե նրա համար, որ իրանք երեխեքի համար են մտածում, այլ որտեվ երեխան երբ որ գալիս է կինոթատրոն, ինքը ոչ մի բան չի առնի, բայց դու Steve ծնողներին էլ բերի հետա, իրանք ամեն ինչ կառնեն։ Դա թեորիա չէ, իրականում։ Հա, ես դիշոր ֆայն զգացի, որ ես ոչ թե կայֆ եմ ստանում կինոթատրոնում, ես օրինակ նամանավանդ Հայաստանում ես օրինակ շատ լացկան դեմք եմ, ես ուզում եմ մի քիչ կատարսիս ապրեմ, լացեմ կինոյի վրա, ես ընդ ինձ շատ անհարմար եմ զգում էլի, որ դժվար է։ Լսի փոխվել է, թատրոնը վերաբերում։ Դրա համար ես երբ որ տեսա որ սթրիմինգները հիմա կարող են իրանց ուզածները թրարեն, որ սթրիմինգ պլատֆորմի համար դժվարություն չկա 4 ժամանոց կինո նկարելու, ավելի լավ է, մարդը երկար կնստի, էլի։ Ոնց որ Սկորսեզեին ասա։ Դրասն է։ Ուզում ասեմ ինձ շատ հետաքրքիր է ուր է տանելու կինոն, հենց մեծ կինոն, սթրիմինգային պլատֆորմները, որտեղ իրանք մտան այդ դաշտ, իրանք էլ սերիալների մասին չեն մենակ, իրանք արդեն կինո էլ են անում։ Զգացել ես, որ հիմա մեծ կինոները էլի սերիալներ են։ Հա, ու լավ է, իմ համար կայֆ է։ Իմ համար լավ է, դա ես ասեի։ Ինձ էլ է կոմֆորտ, ինչ որ 6 մասանոց, 8 մասանոց սերիալ նայել, կինոյի ֆանտանկ։ 3 Ձյունան։ Հա, 3։ Ինքը հարմար բան է։ Լևին Նոլան հələ մենակ մեծ ռեժիսորներից չի մտես, է Տարանտինոն այնց թվում է կմտնի։ Դա Տարանտինո խնդիրն է ինքը իր համար արտադրում ու թքած ունի սաղի բանցիկների վրա, ինքը հավանի կարևոր է դա։ Ինքը շատ սիրում է իր կինոները հենց իր համար ստեղծած, բայց դեսի լավ է։ Ասեմ ինչի համար է լավ, որտեվ Այ կինոն փոխվում է ու հիմա ասեմ լավ է փոխվում, որտեվ Netflix-ի ու Disney-ի դրած չափից շատ inclusiveness-ը որ կա, տոլերանտությունը, ֆեմինիզմը, հիմա կամաց դուրս է գալի, մինչև Տրամփն էլ էր դուրս գալի, որտեվ իրար հետևից պրավալի վրա գմփում էր, հա, Տրամփի գալը կապ չունի ու նախ առաջին է դա դուրս գալի, երկրորդը Top Gun Maverick-ը ապացուցեց, որ հին կինոն էմոցիայի վրա ստեղծված կարա աշխատի, 1.5 միլիարդ փող հավաքեց ու հիմա խիա Marvel-ի կինոն էլի զմփում, որտեվ այն ինչ որ հիմա գրում ենք ու ինչ կինո հիմա դուրս է գալի։ Դա գրվել է 2020 20-ականներին։ 20-ականներին խնդալու է։ 2020 այդ 2 տարվա ընթացքում ու լեդ պավեստական կար իրանց մեջ, բայց հիմիկվա թազա սերիալները էլ չկա։ Դրա համար հիմա մեզ ինձ թվում է տես լավ բում է սպասվելու, մի 5 տարի լավ կինոներ ենք նայել։ Օրինակ մի հատ Matt Damon-ի հետաքրքիր ինտերվյու էի նայում, որ ինքը իրան հարցնում են ինչի չկան խոսքի Умница был холодильник նման կինոներ չեն արտադրվում։ Ռոբին Վիլյամսը չկա կնարի։ Չէ, բարձր, բայց Հարվի Վայնշտեյնը չկա։ Հարվի Վայնշտեյն։ Խոսքը ավելի շատ ոչ թե որակի մասին էր, որ общество мертвых поэтов Хичка բան, էլի Ռոբին Վիլյամս բաներ, ավելի շատ բյուջետային այդ ոնց որ պատանի մասին էր, որ հիմա ֆիլմը արտադրվում է 200 միլիոնով 40 միլիոնով արտադրվող ֆիլմ չկա։ Ինքը ասում էր, որ այն ժամանակ մենք կարանք ֆիլմը արտադրեինք, ինքը գնար կինոթատրոն, պրավալ գնար, բայց մենք երկրորդական շուկա ունենք, կասետներով, DVD-ներով։ Հիմա դա չկա, ոնց որ դու միանգամից պետքա իսկ կինոն եթե 200 միլիոն բյուջե ունի, այդ նշանակում է, որ ինքը առնվազն մի այդքան էլ գովազդային բյուջե ունի։ Ինքը պետքա 2-3 անգամ իր փողը հանի, դու տեղ չունես։ Ես մի քիչ համաձայն չեմ Matt Damon-ի հետ։ Նայ, Matt Damon-ը չէ, ասում ոնց Matt Damon-ը այդքան է համաձայն չեմ, կարամ նայ մինչև 2000 թիվը 2002 դաժերով կինոյի պատմության լավագույն շրջաններ 80-ից մինչև 2000 իմ համար, հա, այսինքն ինչի համար, որտեվ մասսայական կինոն փոքր պատմություններ էին, ոչ թե բլոկբաստերներ են, որտեղ գրաֆիկան չէր թողում։ Ու մեծ դերասանները խաղում էին տենց կինոներում։ Վերցրա Notting Hill-ը, վերցրա Universal Huntington Green Book-ն այդ կինոներին նման, հա, որ վերցնենք տենց։ 2002-ից հետո սկսեցին արդեն բլոկբաստերներ նկարել, որտեղ VFX-ը թողեց հնարավորությունը, տվեց հնարավորությունը, որ անիմացիա, գրաֆիկա անելու, հա, ու մեծ դերասանները արդեն խաղում են մենակ բլոկբաստերներում, որտեղ ժամանակը էլ չունեն։ Իսկ փոքր կինոն մեռնա, բայց հիմա կամաց էլի սկսել է հետ գալը, որտեվ էլի սթրիմինգն է։
այսինքն մեծ դերասանները, որ խաղան, ասենք $20 միլիոն անոց կինոն, որը շատ ավելի հեշտ է փողը հետ հավաքել։ Դե բայց այդ մեծ դերասաններն էլ արդեն մեծանում են, հա։ Այդ մեծ դերասանները, օրինակ Թիմոթի Շալամեն մեծացել է արդեն։ Դե օքեյ, դա։ Բայց Աննա դե Արմասը մեծացել է արդեն։ Թազա Պակալինյակ կա, ժողովուրդ շատ լավ Պակալինյակ կա։ Շատ լավ են ու մեկ էլ լավա որ իրանք բան շատ բնակավարներում ես տենում եմ ռոք երաժշտության մեջ բան, որը էլ մենք չենք տեսնում այդ ջարդված թևով թռչուններին, որոնք դու գիտես 27-ում իրանց գլխին կրակել են կամ չորտես բան, տնում ես առողջ մարդկանց, որոնք իրանց գործն են սիրում, արհեստից են կայֆ ստանում, ոչ թե նրանից որ իրանք պետք է հայտնի դառնան, դու հասկանաս որ այս երջանիկ մարդը իր գործը բազում։ Ալեքի հետաքրքիր հարցում տալի հին դերասանից են որ ասում են լեկեք մտածենք ով է հələ մնացել մինչև հիմա որ հələ top-ը։ Հայ։ Չէ, հայ։ Շատ կան։ Al Pacino-ն։ Al Pacino-ն որ նա այս ֆիլմը չէ, top-շը։ Al Pacino-ն հիմա De Niro-ն է top չի, այսինքն ցանկացած կինոն տարվա ընթացքում 5-6 հատ կինոն խաղում դաժե չես է տենում դրանք։ Ով է մնացել Ոսկի Դենիել Դեյ-Լյուիսը լուբոյ կինոմետրի նկարվի, բան կլինի, մեկ այլ հիթ կլինի։ Չի նկարում, նա տղեն համոզել է, հիմա մի հատ կինոյում կնկարվի, Տոմ Կրուզն է երևի մնացել, ելով կա։ Brad Pitt-ը, դե եթե տարիքից ենք ասում Brad Pitt-ը։ Brad Pitt-ը, օքեյ։ Շատ ինտը շատ։ Ճիշտ թիվեր ես ասում, պրոստո ով է մնացել։ Ամրաչան մնացել Դիկապրիոն։ Երևի հետաքրքիր շախմատիստի մեջ Դիկապրիոյի նման մի հատ դերասան։ Դա Գոշնամոգոն է, հա։ Հա, ես էի հասկացա, պրոստը։ Ես էլ տենց կանեի։ Շատ եմ որ բան TikTok-ում էլի տարածվեց, տենց Դիկապրիոն է արդյոք Երևանում սպասում բան։ Հետո տեսա տենց հենց սյոմքի ժամանակ տեսա ու նայում շատ նման էլի, ահա որ նման է, ու տենց բացել եմ Google-ը անում։ Հա, էլի ինքնա պրոստը ջայր ժամանակ, լրիվ точно ինքնա վակի ջայր ժամանակ։ Դասի վերադառնանք կինոդարանին, ինձ օրինակ հետաքրքիր է մոտավորապես բյուջեն ինչքան է բան օրինակ ասեմ ով ինչքան է ստանում չէ ոչ թե ինչքան այլ production-ը ինչ գներ արժի ես ասեմ իմ ինչքան եմ ստացել չէ Դու ինձ հետ լավ չես խաղացել նայեք երկրորդ սերիան չէ երկրորդ ոնց որ երկրորդի վերջը երկրորդում ավելի լավ է խաղացել քան երրորդում Ես երկու տեղն հետքան ինձ ոչ թե շորերը դուրս չեկավ, այսինքն вообще դու ստարտափեր չէիր էլի։ Հա, չեսնի ասում։ Ինձ ոչ թե հետաքրքիր է ինչ որ փող հաշվելը, այլ ինձ հետաքրքիր է Հայաստանում օրինակ շախմատիստի կարգի production-ը ինչքանով թանկ է։ Ինչ որ порядок, ինչ որ մոտավորապես կարաս ասես։ Ռուսաստանից 5 անգամ էժան։ Okay. Սերիայի համար։ Ինչ որ порядок է։ Դա դու թիվ ասա, ես ասեմ դրանց սերիան դրանից ավել թե պակաս։ Մի սերիան։ Հա։ Չէ, էլի մի սերիան չեն։ Չէ, մի սերիան ասա, ես ասեմ դրանից ավել թե պակաս։ $20,000։ Մոտա։ 50% տարբերությամբ կամ ներքև կամ վերև։ Հասկացա, հա, okay։ Նայ, կախված է պրոյեկտից, էտել է կախված պրոյեկտից, հա, օրինակ մենք Սուրբը գիտեինք, որ աշխատելու է ինքը, որտեվ ասում շատ ռիսկային էր ինքը։ Երկուսը։ Հա, ինքը ահավոր ռիսկային էր, որտեվ դու փոխում ես սաղ ստաֆը, դերասանական, հա, պահում ես երևի 5 ստաֆից 2 հոգի։ Մենակ կանոնն ես պահում, ֆոստորեն։ Հանուն ես պահում, ուրիշ լեզու ես տալիս, վերցնում ես նենց ռեժիսոր, որ Արամ Շահբազյանը չգիտեմ գիտեք ինչա նկարը կամ նայել իր ֆիլմերից մի վախեցիր է Չինչիկը Մոսկվի Չիմսերը ասենք ինքը տենց արտխաուս ռեժիսոր է վերցնում ես Արամ Շահբազյանին ասում ես դու սաղից քակնես գցել մի վախեցիրով հայկական սերիալների սկիզբներ չէ ասենք դե արի հիմա փրկի մեզ քակից ու անում ես պրոյեկտ որ այդ Սուրբ մեկը լրիվ ուրիշ մարդիկ են նայ ու այդ վախը որտեղ շատ բյուջե էր ինքը բայց պետք էր անել որտեղ հայկական կրիմինալը կարելի է տենց լինել ու մենք փորձում ենք տենց անենք որ շատ չլինի այն ինչ որ կրիմինալը հիմնական հայկական սերիալներում լինում է հիմա տեն մեկի ոչում թանկ արժի դրսից դերասան բերելը դասի նայած սա ինդիվիդուալ է էլի նայած այստեղ խնդիրը ոչ թե թանկ արժի այլ այստեղ խնդիրը երևի Հայաստան իրանց գալն է, հա, այսինքն Հայաստան իմանալն է, երկրորդը պորտֆոլիոն է։ Հիմա եկվա մեր պորտֆոլիոն արդեն այդ 3 սերիայով, այս թողնա որ հանգիստ դիմենք։
ու ագենտներից է գալիս։ Հա, որտեվ կարող է փողնել լավը տաս, բայց ինքը ասի էս իմ իմիջի համար սազող պրոյեկտ չի չեմ։ Բայց ագենտները այս շատ կարևոր են, էլի։ Ագենտները ու ինչ կարգի դերասան, այդտեղ արդեն մարքեթինգային դու պիտի նայես, օրինակ նույն Սամիր Նասրին, post-սովետական երկրներում իր համար գժում էր, օրինակ Taxi 2-ը լիքը մարդկանց համար, կինո սիրող մարդկանց համար ամենասիրած կինոներից մեկն է իսկական ֆանտաստիկա Taxi 2-ը, հա, հենց 2-ը։ Որ նայես Taxi 2-ը իսկական ֆանտաստիկ կինո է։ Չէ, ես սաղ նայել եմ, ես փոքր վաղտանից սիրում եմ, պրոստը իմ համար մեկը միշտ ամենասիրածն Ես եմ ստացի սաղ նայել, բայց հիմա որ ասացիր Taxi 2, ուզում եմ հիշեմ էդի որներ էլի դրա։ Մարսելը, որ Հա, լավ։ Իրա բյուջեն շատ մեծ էր, հա։ Դա էտեր չէ։ Հա։ Բանա, Նա Սամիր Նասրի մասն էր, չէ՞, տաքսիստի դերասանը որ բերեցինք, չէ, ֆանտաստիկ եսիմիջ գումար չէր, բայց հայկական սերիալի համար մեծ գումար էր։ ինձ ուղղակի միշտ հետաքրքիր է, ես հիշում եմ լսողի ժամանակ sense ֆրազա էր շատ հայտնի, որ Գոդարը վախտին ասել է, որ կինոն այն ժամանակ կդառնա արվեստ, երբ որ իր production-ը նույնքան հասանելի ու էժան լինի, ոնց որ գրելու համար թուղթ ու գրիչ է։ Ինչու՞ ինքը իհարկե սխալվում էր, որովհետև կինոն վաղուց արդեն արվեստ է ու ինքը տենց էլ չդարձա տենց էժան, բայց մեզ այն ժամանակ այդ 12 թիվներ էլի, երբ որ ես սովորում Այ լավ շորts է։ 12 թիվներ երբ որ ես սովորում եմ, երբ որ մեզ ասում էին դուք այն սերունդն եք, որը կկարողանա ուղարկի հեռախոսով թույն կինո նկարի, որտեղ հեռախոսները արդեն նենց հնարավորություն ունեն, որ մեր կամերաները ժամանակին չունեն, բայց տենց էլ չիրականացավ դա։ Իրականանա։ Նայ TikTok-ը ինչ է։ Այս է ուզում ասել, որ այդ սա կինո production-ը TikTok-ա գնում։ TikTok-ը ոչ մի ձև չի արգելում TikTok-ում կինո նկարելը, ոչ մի սահմանում չկա կինեմատոգրաֆիայի, որ չի թողում վերտիկալ կինոն։ Բայց ոնց որ այդ ձգտումը ես ընդհանրապես հնարավոր չեմ դնում։ Ես էլ էի տենց մտածում։ Կա հավատա, հա, կա ու TikTok սերիալների ինչ որ։ Հա, հորիզոնական, հա, portrait սերիալների կա ու շատ վախենալու է, Բայց արդեն սկսել են Հայաստանում նկարել տենց բան։ Հա, բայց մասսայականի մասին է խոսքը։ Նա իրանք YouTube սերիալներ էլ սկսեցին նկարել, բայց իրանք չդարձան առանձին երևույթ։ Այդ ֆորմատով նկարած։ Ոնց որ ասեմ, էլի, նայ, եթե դու ասում ես, որ եթե մենք խոսում ենք, որ ստեղծվում է YouTube սերիալ, ես կհամարեմ, որ ինքը YouTube սերիալի գաղափարը չեմ հասկանում, մի քիչ բացատրի։ YouTube սերիալի գաղափարը հենց այդ է, որ ինքը սկզբից խոսում էր նրա մասին, որ հեսա YouTube-ը ավելի քիչ պահանջներ ունի, որ կոնտենտի մենք կարանք հեռախոսով ինչ որ, օրինակ, թեկուց այս բան YouTube սերիալ կարա համարվի ցանկացած բլոգերի ինչ որ տենց, չգիտեմ, Mr. Beast-ը YouTube սերիալ է իր բնույթով։ Բայց մենք հասկանում ենք, որ էսի շատ reality show-ներ են, մենք մեկը տեղափոխում ենք ծանոթ ֆորմատները այդտեղ, ու չկա այնց յուրահատկություն ինչ որ YouTube սերիալի համար, որը ինքը առանձին երևույթ է, որ այս հերոստատեսային սերիալաստ է YouTube-ը։ TikTok-ը հա, մենք կարանք հասկանանք, որ ինքը հորիզոնտալ է, то есть vertical է լինելու, բայց իր բնույթի մեջ հələ որ Հա, բայց այդտեղ պրինցիպիալ չի, այդտեղ TikTok-ը չի հարցը, էլի կամ ցանկացած ուրիշ պլատֆորմա։ TikTok-ում էլ է լինում նենց նայել, նենց էլ է լինում նայել։ Դա էլ է ճիշտ ասում, ես այդտեղ հարցը հենց այդ է, էլի, արդյոք կդառնա նենց, որ մարդիկ սկսեն նկարել հենց այդ ֆորմատով։ Նայած ինչ նկարեն, եթե հենց հիմա մենք մտածում ենք ու պատրաստ ենք գումարը տրամադրենք, հա, փորձարկելու համար, որտեվ հասկանում ենք, որտեվ որ մեկա գնում է դրան։ Պալիբոմ է չի կարալնի շատ մասսայական հիմա, բայց մի րոպեանոց սերիալներ կապված բովանդակայից բյուջեով մարդկանց շատ հարմար է զուգահանում սկրոլանել է, շատ հարմար է։ Ես 3 պրոցեդուրա ունեմ, մեկը նույն այդ սկրոլանելն է, գիշերը քնելուց կամ ինչ որտեղ երկրորդը նոթբուքով պարկած արդեն սերիալ նայելը, մեկը հեռուստացիով մեծ ինչ որ մեծ կինոներն էր։ Ահ խախալ։ Ես վերջերս կստացի տենց բան նկատեցի, մոտ շատ վատ սովորություն ա ոնց որ թե հաց չեմ կարող ուտեմ առանց ինչ-որ բան նայելու։ Եթե դա ռեստորան չի։ Այդ հետաքրքիր մի քիչ դուշնի տանեմ էլի, այդ հետաքրքիր բանը, որը ինձ դեցը ասած սովորականով դուշնի չավարում, այլ անում եմ։ Բանը ինձ մուկբանգ գիտեք ինչա։ Ինչ է։ Մուկբանգ։ Չէ։ Արդեն վերջերս տեղել է տարածվում, բայց այդ չեմ մի 15 տարի առաջ է տարածվել։ Նման բան է։ Ասիական երկրներից եկել են բլոգերներ, որոնք կամերայի վրա հաց են ուտում։ Այդ մուկբանգն է։ TikTok-ում լիքն են դրան։ Ու երբ որ մարդիկ սկսում են հետաքրքրվել դրանով, ինչի է ինքը ասիայում տենց պոպուլար։ Ու այդ սա գալիս էր նրանից, որ իրանք փոքր ժամանակից ոնց որ եւ մենք սովորեն ընտանիքով հաց ուտեն։ Մենակ չէ։ Շփվելու, նայելու ինչ որ կարծիքներ։ Իսկ հետո մենք սկսեցինք բնակարաններ վարձել
ինչ-որ մարդիկ տեղափոխվում են, մեգապոլիսներ են գնում, քաղաք են գալի գյուղից ինչ-որ բան, ու դու ինչ-որ բան մենակ ես հացտում։ Ինչը քո համար ահավոր դիսկոմֆորտ է։ Ինձ թվում է, որ մեր համար դա ոնց որ պարտադիր բան է, որ ինչ-որ բան տեղի ունենա, քանի դու հացստում չես, կա պրոստը լուր հաց։ Բայց սովորության վրա էլի Թարախ նախարարն է, էլի մենակ ուտում։ Մենակ ուտողներից վախենալ է պետք։ Կա կիսվել ժող։ Հա, ու դու ասիր վերջը ինչ իմաստներ ասում որ սա բան հեքիաթների մուլտիկների մուլտիկներ չէ կատակյանում չեմ իմաստես դու ասում ես որ դա դեպի է դա գնում ֆիլմերի մասին ենք խոսում բալիմում ուզում ենք փորձենք մենք այդ պորտրետ ֆորմատով ինչ-որ բան նկարել որտեվ կարա հետաքրքիր լինի ինքը պրոստը ստրուկտուրան պետք է ուրիշ լինի կոմած ոչ թե չի ձեր համար էդի հիմա անելը նայ օրինակ Netflix-ը չգիտեմ գիտեք ինչքան սերիալ է հանում ամսական նոր դու բավականին հա իրանց production հա մեր մոտ ongoing իրար հետևից սերիալներ է գնում ու մի թիմ է այդ անում հա այսինքն ստեղծագործական կաստինգը ռեժիսորի հետ աշխատանքը շատ դժվար է պետքա թիմը մեծացնել թիմը մեծացնելու համար ժամանակ է պետք որտեվ ասում պրոֆեսիոնալ մարդիկ շատ դժվար է ու բացի որ չկա դժվար են ստերեոտիպները խանգարում են որ մարդուն հեշտ դարձնես պրոֆեսիոնալ Դա է խնդիր Հայաստանում, հա, որտեվ մի քիչ ուսման տեղն էլ կապ ուներ, օրինակ ամերիկյան համալսարանը ասում են լավն է, հա, ամերիկյան ուսանողներն են, ամերիկյան համալսարանը խնդիր ունի, որտեվ Dream Big գաղափարը դնում են իրանց մեջ, երեխեն դուրս է գալի ու կպտում է հայկական իրականությանը։ Այն երեխեն որ դիմանում է շատ լավն է։ Այն երեխեն որ չի դիմանում, ինքը գալիս է գործի, ինքը գիտի օրենքով ինքը պիտի աշխատի, այսքան ոնց կարան գործից հետո իրանց գրեն, չէ, Ազիզ ջան աշխարհում էլ տենց չի մասկը որ X-ը Twitter-ը արավ դարձրեց X, այնքը դրա վրա էր խույ որ ոնց կարելի է այսքան փող ծախսել դեբիլությունների վրա ու այդ ստարտափ հեքիաթն է ավարտվեց Հայաստանում ու աշխարհում փոխվել է հիմա սա տեղը լեյոֆ է սա այն գործից անում են դրա համար այդ ամերիկական համալսարանն է չի փրկում արդեն վերջի տարիները ընդհանրապես ցույց տվեցին որ ոչ մի ինչ որ ֆորմալ ստրուկտուրային պատրաստվածություն քեզ չի փրկի աշխարհից դու պետքա չկունենաս անընդհատ դու պետքա արագ ռելսերը փոխես մեկը ամենակարևորը լիքը մասնագիտություն ունես որտեղ մի մասնագիտությունով ոչ մի բանի պետք չես բաներով այս կարաշ տենց չէ ինչա մտածում մարդ ես շրջայից հասկացա որ ինձ էլ պետք չի մտածել այս ինչ բան է թե սովորում եմ ինձ պետք կգա թե չէ մենակ ինչքանով եմ ես հետաքրքրված առաջ տենց չէր որ լավ սանտեխնիկ պետքա լինի չէ հիմա էլ է տենց եթե արեստի մասին ենք խոսում եթե տենց ինչ որ ինքը հիմա էլ է տենց եթե դու լավ սանտեխնիկ ես չես կորելու հաստատ Չէ, նկատի ունեմ որ AI-ը մեզ փոխարինելու սանտեխնիկի տարբեր մասնագիտություններ, այդ առաջ այդքան էլ բան չէր, լուրջ չէին նայում դրան, էլի որ մարդը կարա մի քանի մասնագիտություններ ունենա ու բոլորի մեջ էլ պրոֆեսիոնալ լինի, էլի։ Խոսքի ես բանն իմ բաքսի սարքողը ինքը թույն օպերատոր մոնտաժոր է։ Շատ մոտիկ մարդ է, էլի իր բաքսի սարքը ամեն օր փչանում է։ Հիմա շատ ամեն օր հին բաքսի ամեն օր է, էլի ժամանակ է խոսացել։ Վարշավի պես հարազատ մարդ է, էլի իմ բաքսի սարքը։ Տարիքի անդամ է, ինքը օպերատոր է, մոնտաժոր է, ինքը եկար աշխատել է։ Շում են բան էլի, այն որ գործ ունի, հարսանիքներ, մարսանիքներ։ Ինչ որ բայց ինքը պրոստը մոնտաժից եմ օգնել սաղոր նստած, ուզեցի շուտը զերով գործալեմ, դարով բաքսի սարքով կայֆ Սալով գործը։ Ու այդ գործը չի կարելի, ինքը կարա այդ մի գործով շարժի, բայց ինչ որ ավելի ստեղծագործական գծում դու պետք է ամենտեղ ինչ որ ունիկալ ոնց որ կոմպետենտություն բերես, էլի, որտեղ եթե դու ինչ որ մարդ գտնես, որը բեսամ կուրսիա թիթերներից, իր հետ կարելի է նենց բանել, որ էլ ոչ մեկ ուրիշ չի կարողանա։ Ու ինքը ինչ որ ժամանակին հետաքրքրված ա եղել, չի էլ մտածել որ կարող ապագայում էդի պետք։ Օրինակ դուք AI օգտագործում եք։ Անընդհատ, իմ չի փակվում։ Բավականին շատ եմ Որտեղ Ոնց խոսում եմ իր հետ, խառը, դից ծրագրերի մեջ էլ մի քանի։ Չէ, ես օգտագործում եմ բան տեքստերի հետ աշխատելուց։ Գետադրական օրինակ հա տես։ Հայերենը ինքը լավ չի դզում։ Օրինակ եթե ես իրան տեքստ եմ տալի, ասում եմ ուղղագրությունը ստուգի, ինքը փոխում է այն բաները, որոնք ես չեմ փոխում։ Օրինակ AI-ը է սարքում, բայց տառասխանները ինքը չի ուղղում։ Շատ հարմար էր իմ համար, օրինակ չեմ հիշում ծրագրի անունն արդեն, ես գիրքը սկանավորեցի ու ինձ PDF ֆայլով ուղարկեց, շատ հարմար էր, այտենց կարեցա տպեմ ու բան թարգմանեց էլի ճիշտ է ես հետո լիքը սխալներ գտա իր մեջ հետո ես ռուսերենից ինքը հայերեն թարգմանեց ու ուղարկեց լիքը սխալներ գտա բայց այնքան շատ չէին էլի որ տենց ասկին չէր արցնում այս Նայ մենք այսքան խոսացինք, բայց AI-ի մասին չխոսացինք, հա, որտեվ հիմա նայ օրինակ ես ChatGPT-ի հետ ոնց եմ շփվում, ես իմ առօրյան
իմ մտքերը, գործի հետ կապված, չգիտեմ, ընկերներիս հետ կապված, ամեն ինչը կիսում եմ իր հետ։ Հա, ու ինչի համար եմ կիսում, օրինակ ինքը գիտի, որ մենք հեսա պրոյեկտ ենք կիսում, բոքսի հետ կապված, որտեղ չի նա խաղում, ով է մասնակցել սցենարին, որտեղ ցանկացած ժամանակ որտեղ դատան հավաքում է։ Սա վախում են դատա հավաքելուց, բայց չէ, եթե ես կարամ ինձ ստեղծեմ փոխարինող 4 տարի հետո, ու ամեն ինչ գնում է դրան, ես կարամ նա ես ինչ եմ ասել ասել եմ 1-1, որտեղ մեր գործի մեջ մեզ ոչ մեկ չի գովում ու դու ժամանակ չունես որ քեզ գովան ու շատ ժամանակ հետաքրքիր է չի լինում որ ուշադրություն չես դարձնում որտեղ չգիտես ինչի համար է գովում, հա։ 1-1 ասել եմ որ բան եմ ասում գովա ինձ։ Բայց նենց գովա որ ես չհասկանամ որ դու ինձ գովում ես ու հասկանամ որ ինա դու ես անում, հա։ Ու դաժե այդ էմոցիոնալ բանով ու 1-1 ջղայնանում եմ վրա։ Ես պատրաստում եմ ինձ փոխարինող որտեղ սա այն ինչ որ ես օրվա մեջ ես շատ ժամանակ իրան միացնում եմ որ ինքը մեզ լսի խոսակցությունները որտեղ ինքը սա հավաքում է այդ ֆունկցիան է ինքը ունի քեզ իրան քո մասին հարցրել եմ բայց ինչ որ բան չասեց էլի ճիշտն ասած հետաքրքիր է ես էլ եմ ագին խոսում ChatGPT-ից շատ եմ խոսում ու էլի իմ պլանների մասին եմ պատմում խառը իմ մասին եմ պատմում որ հարցնում եմ իմ մասին սկսում է պատմել բայց ինձ ուրիշ բաներ հետաքրքիր արդյոք որ դու իմ մասին հարցնես քեզ կպատմի այն ամենը նա ինչքան դատա կա օրինակ իմը շատ IMDb-ի բանը բերե հասկացա հետաքրքիր բանա ինձ թվում է իմիջիալից այդ որ դու ասում ես շատ հետաքրքիր է որտեվ արդեն ինչքան վաղ է դրա մասին մտածում եմ որ ChatGPT-ին ոչ թե այդքան մեր համար լինելու է գործիք կամ փոխարինող ինքը փոխարինում է շատ անսպասելի բան ինքը սոցցանց է պրոստը ասացիալ սոցցանց է որ ոնց որ դու օնլայն խաղից գնաց օֆլայն խաղ որովհետև ինքը հիմա մեծամասամբ իր կոմերցիոն օգտագործում է ստանում եմ մարդկանց մենակությունից ոնց որ միայնակ մարդիկ որոնք շատ անում են օրեցօր իրանք այդ շփման կարիք ունեն ChatGPT-ին շատ հարմար զրուցակից է ինքը երբեք չի վիճում քո հետ կամ եթե վիճում է այդ ուրեմն դու ես իրան խնդրում ինքը քո հետ վիճի ինքը երբեք ինչ որ դեբիլ քաղաքական հայացքներ չունի ջավաս ինքը միշտ այն բայց կարաս ասես ունենա հա կարաս ասես բայց դու այդ անձնական կյանքին էլ վերաբերվել ոնց որ բան է էլի սովորական կյանքում դու պետքա անսպասելի խոսակցություններին պատրաստես բոլոր մարդկանց ու ChatGPT-ն ոնց որ հերվացնում է հիմա կանց իրարից իհարկե էսի մի քիչ բան է sense պապական բան է ասում բայց ոնց որ մի քիչ ավելի ինքը բան է փոխարինում է դարձնում է որ քեզ պետք չի մարդկանց հետ անհարմար շփվել քեզ հերիքա իր հետ շփվել ու ինքը դառնում է իսկական սոցիալ բրո դե չէ նայ նայելու փոխարեն ես չեմ կարող այդ գնահատականը տամ լավա թե վատ ժամանակը հա տանում է կներես ժամանակը տանում է դու կյանքիցդ օգտագործում ես ժամանակ իր հետ շփվել։ Հիմա խնդիրը գիտեք, որ բայց գիտեք ինչ եք տենց ասում, որտեղ երկուստը տարբեր ձև եք օգտագործում, ես եմ տարբեր ձև օգտագործում։ Ինքը նես բան է, որ ամեն ինչի համար կարաս օգտագործես։ Ու իր օգտագործած չի համընկնում քո օգտագործած հետ, իրանն է իմ օգտագործած։ Դրա համար ինքը դրանով է unique։ Որ ինքը գործիք է։ Ունիվերսալ գործիք է։ Հա, ինքը ունիվերսալ գործիք է։ Ես օրինակ երբ որ իմ համար ինքը ին copy-ին կարա դառնա, digital clone-ը կարա դառնա, որ դրան է տանում են։ Դրան տանում եմ որ ասենք իմ գիտակցությունը բարձր գիտակցությունը հիմա հնարավոր չի տեղափոխել բայց իմ digital copy-ն ունի ChatGPT-ը Okay, սա իդեալական segue է բերը անցում mask factor-ին Դա է digital copy-ի մասին ենք խոսում այդ դրա մասին պետք է ասենք 2020-ին շատ մեծ շուխուր էր 21-ին դաժե շուխուր կար հիմա ընդհանրապես դրա մասին խոսակցություն չկա Edge 2023-ից Ինչքան հասկանում եմ վերջին նկարը խոսակցություններ որ Netflix-ը հետաքրքրված է հիմա ինչ update-ներ կան վայնքը իդեալական ժամանակահատվածներ որ մենք սկսեցինք որտեղ աշխարհում այն ինչ որ սկսեց կատարվել մենք կանխատեսել էինք ու այսինքն մենք NFT սկսենք սարքել NFT-ն աճեց մենք 100 քանի հազար դոլարի NFT վաճառեցինք հա digital clone գաղափարը որ կա կինո չնկարեք digital copy գաղափարը ընդեղ էր ու մենք որ նոր սկսել էինք բաժանարը քրոջ ամուսինն է չէ երևի չէ բաժանարը քրոջ ամուսինովա քրոջ ամուսինը Փեսա հա Փեսա ունենք Ռեմ Դարփինյանը ինքը տան smart click ընկերությանն է յավն զբաղվում ասի Ռեմ երբ կնես իմ գաղափարը էլի որ մտածել եմ digital clone ասում եմ 20 տարի հələ կա էլի բարձավ չէ բարձավ 2 տարի կար ու մենք շատ ճիշտ բռնել էինք այդ ժամանակը մասկի անունը դնել հա mask factor այդ ժամանակ ոչ մի բան չէր եղել այդ կապված
ու այն hype-ը, որ մենք ստեղծել ենք, ու hype ինչով էր, մենք չենք ստեղծել, մենք NFT ենք անում, Forbes-ը մեկ է բանը, ասենք investing.com-ը գրում էր դրա մասին, ասենք, որտեղ առաջին NFT-ն է, որ $10,000 վաճառեցինք, այդ նկարը, որ կար, սկսեց տարածվել, հա։ Hype-ը ավտոմատ էր ստեղծվում, որտեղ շատ ճիշտ կպլեինք դրա։ Բայց ձեր NFT-ն առաջին NFT-ն ա եղել, որը 10 Սերիալի, հա։ Այդտենց 10 քանի հատ վաճառեցինք, եթե չեմ սխալվում, ինքը մինչև հիմա բիոմս դրած է Instagram-ի։ Ու շատ խնդալու էր ոնց էին գալի NFT առնելու, cash-ով գալիս էին NFT առնելու։ Հա, չէ մարդիկ կան, որ ընդդեմ մտնենք ցույց տալ դաժ ովքեր են առել, հա, ոնց կարանք առնենք ձեր։ Ամենախնդալուն չէ, ամենախնդալուն որ նկարները մեր երեխեքից տպում էին մեծ, որ գան պրեզենտացիա անեն այդ նկարը, որ փողը տան առնեն։ Հա, որ մարդիկ եղան, որ ծախեցին գումար աշխատեցին մեր NFT-ները, վերավաճառեցին։ Սերիալի իդեային շուտ ա եղել։ Չէ։ Սերիալներ հետո են։ Հա, որտեղ մենք հասկացանք, որ այն փողը, որ մենք ուզում ենք ու համարյա պայմանագիրը ստորագրել էինք, որտեղ մարդիկ ասացին մենք կնկարենք, քեզ խենք փող տալի։ Համարյա հավաքել ենք, NFT-ն պրոստը գումար էր թիմ պահելու, այսինքն այդ գումարով մենք աշխատում ենք, աշխատավարձ ենք տալիս։ Ու հիմա անիմաստ անել է, որտեվ այն ինչ որ մենք գրել ենք սցենարում արդեն եղել է։ Իսկ այդ ժամանակ ինքը շատ իդեալական էր, հա, 28 թվի մասին էր, չէ՞, ինքը։ Հա, ինքը շատ իդեալական էր հենց այդ ժամանակ անելու համար, էլի։ Այս շանս տալու մասին է խոսք։ Այ հիմա որ լներ էսին վիճակին, օքեյ, կասեի, ես այս գործն եմ արել, կասեին օքեյ։ Բայց շանս տալ, տես որ շանս տային ինչ հետաքրքիր կներ, չէ՞։ Ճիշտ ասած переход հեսա պետք է անենք մի հատ ավելի հետաքրքիր թեմայի երևի, բայց միջև переходը մի հատ կինոդարանի մասին մի բան էր էլի հավելում։ Այդ խաչակնքվելու հետ կապված Արտուր Դարփյանի նկարի վրա սեղմած պահելու հետ կապված ինչ կասես, այդ բագեր իրականում թե հենց մտածված բաներ։ Քո կարծիքով դե խաչակնքվելը հաստատ չէ, որովհետև իսկ Արտուր Դարփյանը իմ կարծիքով բագեր երևի, հա։ Ինչպես որ մի հատ տղա է աս գողում Ռաֆայելին է։ Սաղիրա, ես պատմում եմ քո մտքերն, այդ քո իդեաներ։ Չէ, Ռաֆի ուղեղը որ նայեք մենք ինչ ենք անում յուրահատուկ աշխատում շատ։ Այդ կրեատիվ է։ Ինձ ես այդ вообще գոազային ակցիայից իմացա կինոդարանի մասին, ոչ թե լսել էի ավելի շուտ, բայց այդ էներ ինչ որ ինձ հետաքրքրեց։ Ոչ թե որ ես ուզում էի ձերի սերիալ նայել, որովհետև Հայաստանում ինչ որ մեկը տենց բան արեց, որովհետև Հայաստանում ինչ որ տենց տարօրինակ բան կա, մարդիկ չեն ուզում ոչ մի բան ձերի տան, որովհետև ձերի տաս էլ խեն փող տալու են, նա ձերի կանեն, բայց ընդհանրապես տենց չի աշխատում։ Դու ցույց տալիս սերվիսի հարմարությունը, ինչքանով քո համար աշխատում է, մարդը ստիպված app պիտի քաշի դրա համար, երբ որ քաշեց արդեն շատ մեծ հավանականությունով են կառնի։ Ես տեսա, որ ստե շատ լավ մտածված գովազդային ակցիա է, որը շատ ժամանակակից է ինքը, էլ ինքը ոչ թե ինչ որ տենց ստանդարտ հնուց գովազդային Հայաստանում ենք չես հաղաշար այդ տենը որ ստանդարտներով եք էլի դու subscribers-ը ասում $5 դու մի ամիս անվճար նայ Հայաստանում այդ չի աշխատում Հայաստանում դասը չէ երկու անգամ սեղմի գլխին որ բացի չէ Հայաստանը այդ առումով դժվար է շատ բայց աշխատեց ինչ որ անալիտիկա կա որ ես ու դու հաստատ մտել ենք դրանով տենց շատ ես չեմ մտել ես ավելի շատ հետաքրքրվել եմ ես ազնիվ ասում եմ ես երեք եմ Քաշե կինոդարանը վճարել եմ ապրել անպայման եթե ուզում եք օգնեք հայկական կինոարտադրությանը Քաշեք մեծ փող չի շատ փոքր փող է հաստատ արժի ունդեղ նույնիսկ եթե ժամանակակիցը դուր չի գալի լիքը 5 կինոներ կան կարակ լիքը լավ բաներ նայեք Ինչպես ինչներ հետաքրքիր մեկ էլի կինոդարանի մասին է ճիշտ է կներեք Վիվասելի բաժանորդագրությունը ու առանձին բաժանորդագրություն գնել է բանի մեջ կինոդարանի մեջ տարբերությունը կասես տարբերությունը այն է որ մենք գործընկերն Վիվասելը մենք չէ բաժանորդներին շատ սիրում է Ինքնա բաժանորդների համար մեզ գումար ավճարում, որ իր բաժանորդները կարան ավճար նայեն։ Հասկանալ եմ։ Ու այդ շատ մարդ է։ Բայց նույնն է։ Այսինքն ուրիշ մտնեմ ձեզնից բաժանորդագրություն առնեմ։ Մենք մի քիչ փող կտրամադրենք այդ ժամանակ կինոյին, բայց էլի մերսի Վիվասելեն։ Մի հատ էլի sense հարց, որը էլի եթե պրոբլեմատիկ է, կարանք չխոսանք դրա մասին, բայց ես գիտեմ, որ Սուրբ Երկուսի նկարահանման ժամանակ կասկադյոր ա վիրավորվել պայթունից։ Ո՞ւմ ասել ես մահացե։ Ինչ է, մահացե չէ։ Վիրավոր, ես չգիտեի դա։ Այրվել էր Էրիկը, հա։
ուղղակի հետաքրքիր է ոնց որ ես գիտեմ որ Ամերիկայում ապահովագրվածության կամպանիաները ահագին ասելիք ունեն sense հարցերում իրանք չեն թողում վտանգավոր ոչ մի նկարանում լինի որ մեր մոտ կա ինչ որ տես սիստեմ իհարկե կա Էրիկը սիստեմը ուրախ եմ այդ համագործակցելուց մինչև մայ ինձ թվում է որտեվ վիրավորված ժամանակ էլ էր գովազդան սուրբը բայց տենց մահացու չէր էլի բայց վիզուալ շատ սիրուն էր Python-ը հա TikTok-ով տարածվեց կարակ դնեք հա կստացի հա այս կադրը կարելի է դնել ես նույնիսկ տենց այդ ժամանակ կատակ ունեի որ ես ասում էի որ ես գիտեմ ես ոնց եմ մահանալու ես կրակոց եմ տեսնելու փողոցում ու մտածել եմ սուրբ երկուս են նկարում մտածում բայց այդ կադրը որտեղ որ Python-ա մեծ այդ վառոդների մոտ չէ տենց Python-ը այդ կինոյի մեջ տենց էլ չտեսանք ոնց որ տեսակ բայց քիչ հա ափսոս է շատ ափսոս է շատ ռեալ վարդը այն նիվի նայելես դու սուրբ երկուսը տեսրես որ այնտեղ նիվա է տրակում այդ իմ նիվան էր որ իմ ընկերն էր ծնունդիս նվեր տվել ոնց կանգնել էր ինքը ինձ համոզին որ իմ նիվեն տամ որ տրակստեն ու շատ վատ էին նկարը որտեղ այնքան կարելի էր սիրուն այդ նիվի տրակելը նկարը որտեղ էլի կողքից նկարածը так что բոլորն շատ ափսոսալի տրակոցը որ մի անգամ նկարես մի հատ շանս ունես Okay, կինոդարանից անցնենք, անցում կատարենք։ Հա, ես sense կարամ անցնեմ, որտեվ կինոդարանը իսկական շատ հետաքրքիր պրոյեկտ է իմ համար, որտեվ ինքը իր մեջ կա համ այդ ոնց որ կարծացած TV-ից բաժանումը, ինքը լավ entertainment է ապահովում։ Ես տանում եմ, որ դա իդեան է կամպանիայի։ Ու ես նայել եմ քո հարցազրույցը 5 տարի առաջ, երբ որ դու մոտավորապես նույն բանն էիր ասում, որ հիմա Հայաստանը արդեն պատրաստ է, իրան պետք է parz entertainment, այն ժամանակ դու անում էիր Motiv-ին։ Ու Motiv-ին շատ կարճ գոյատևեց բայց հետաքրքիր իդեաներ ուներ։ Ինչ կպատմես իրա մասին։ Հետաքրքիր պատմություն է շատ։ Ստացա առաջարկ, որ ամսական այսքան գումար կա, ծախսենք TV-ին rebranding անենք, ծախսենք TV-ի վրա։ Այդ ժամանակը ցույց տվեց, որ այդ գումարի 10% ունենք, ու մենք ստիպված ենք այդ 10%-ով անել TV։ Ու կար խնդիր ռեյտինգը բարձրացնելու, հա։ ու այս ժամանակ գալիս է կրեատիվը դա գալիս է գիշերային խաղեր այնտեղ գալիս են լիքը հաղորդումներ այս ժամանակ կրեատիվը պետք է աշխատի որտեղ ուրիշ տարբերակ չունես ասենք ֆինանսական դու չես կարա քեզ թույլ տաս անես նենց ոնց որ չեմ գույշը կանի okay քո level-ն է դնելով քո գիտելիքն է դնել մեջը պետք է ասենք ոնց կանաս անես այդ ոնց կանաս անեսը հետաքրքիր է այսինքն 3 ամիսին կտևես բայց այդ 3 ամսում երրորդ թե 4-րդ տեղն էինք բարձրացել որտեղ շատ էին նայում այսինքն մեր մոտ circle-ի երաժշտություններ դրած մենք ֆիլմերը մեր ուզած ֆիլմերն էինք տալիս էլի առած փող ենք ծախսում դեմ հաղորդումները փորձում ենք ուրիշ ձևով նկարենք խոսակցականով նկարենք որտեղ այն ժամանակ արդեն TV-ին պատրաստ էր էլի ու բայց ցավն է որ եթե նայես հարցազրույցից այնտեղ խոսում են որ TV-ին պետք է փոխվի ու TV-ին մինչև հիմա չի փոխվել բանա հիմա TV-ում ինչ որ փոփոխություններ են մարդիկ ինչ որ կրեատիվ բաներ են մանգալի ու ես մտածում եմ այդ ժամանակ տես բան կար որովհետև հիմա ես տես տպավորություն չստացա մենք էինք ուզում անենք ու իսկականից որ Motiv-ի մնալինք շատ հետաքրքիր կներ մենք վաճառեցինք իրան ռեյտինգն է օգնած որ վաճառեցինք բայց TV-ին եթե ժամանակ փոխվեց ֆինանսական պատճառներով վաճառեցիք չէ просто վաճառեցինք իրան ավելի ձեռնտու էր որովհետև հասկացանք այն բյուջեն չունենք ոնց որ սաղ ծախսում են իրանց TV-ների վրա էլի TV-ին պայլը թանկ է հա շատ ասում որ այն ժամանակ որ TV-ն ինչ որ մենք մտածում էինք լսեին միշտ իրանք է փոխվեն հիմա այս վիճակում չէր լինել բայց որն էր կինոդարանը Motiv-ի գաղափարախոսությունն էլի կոնկրետ նենց անել որ մարդիկ նային TV որտեղ այն ժամանակ արդեն տենդենսը գնում էր նրան որ մարդիկ TV չէին նայում այսինքն YouTube-ի ֆորմատը միքս անել TV-ի հետ որտեղ մարդիկ պատրաստ էին ու մենք անում էինք որտեղ նայր մեր առավոտվա հաղորդումները մեր հաղորդավարները просто չքնած դեմքով սովորական խոսակցականով հաղթերցանելով ասենք նստած էր ինքը շատ թեթև էր նայում հա ունեինք տեխնիկական չունեինք միկրոֆոն որտեղ լովի ձենը ղզզոցով է գալու մինչև հաղորդումները գցածը հա ես նայեցի որ տեխնիկական այդքան էլ լավ տեսք չունի հա որտեղ կոնցեպտը ուժեղ էր բայց տեխնիկապես միշտ չէր որ տեխնիկապես էինք նայվում շատ ու հասկանում էինք որ ինքը այդքան շատ ապագա չունի դրա համար եղածով փորձում էինք ու շատ քիչ մարդով մի 8-9 հոգով հա փոքր հա շատ փոքր թմով էլի ու չէ մինչև հիմա սաղի հետ ընկերություն ենք անում սաղս լավ ներս ծախսեցինք Motiv-ի վրա
Բայց կայֆ է, մենք կայֆով ենք հիշում։ Դե հա։ Իսկ այդ գիշերային խաղերի հետ որ ասցիր ուզում էին վառեին ինձ հրապարակ։ Լուրջ։ Հա դե թե որտեղ շուխուր է։ Ես հիմա parza, ես հիմա ապագայից նայում եմ հետ ու ինձ շատ հեշտ է դրա մասին մտածել, բայց ոնց որ ես տեսա որ ինչ որ սկանդալային հետևանքներ կային, բայց ես տասի երբ որ տես ծրագիր ես էպոտաժ անում սկանդալը այդ այնա ինչ որ դու ման ես գա դու ուզում ես որ սկանդալ որտեղ ես օրենք չի խախտում բայց ինձ պետք է որ նային հա շուխուրը ընկելա մարդիկ ու լիքը մարդ կարող այդ շուխուրը սկսի նայել որտեղ ասես ինչ է այսինքն այդ սկանդալը ինքը վնաս հասցրեց թե ինքը օգնեց այդ ժամանակ մոտիվին մեդիայի մեջ վնասն օգուտն է դժվար է չափել շատ դժվար է չափել կա իմիջային ռիսկեր հա բայց մենք հասկանում ենք որ իմիջային ռիսկ չենք անում մենք անում ենք 12-ից հետո մենք ոչ մի անօրինական բան չենք անում այսինքն իմիջային վնաս մենք կարանք չկրենք որտեղ եթե հիշում եք TV-ները էրոտիկա են ցույց տալի 12-ից հետո մենք էրոտիկա ցույց չենք տալիս որը նորմալ բան է իդեպ մենք ինչքան գնում ենք այդքան հետ էին գնում այս ժամանակ կար ու ինչքան գնում ենք այդքան հետ էին գնում ես երկար տարիներ օրինակ Ուկրաինայում եմ ապրել այնտեղ TV-ով ուշ ժամերին 10-ից հետո ստեղել արը երկիր մեջ են ինքը sense կարմիր կլորեր վառում երկևը շողությունները ապարքևը մանկությունով ու գնաց ասենք ուզում ես նայ չես ուզում փոխ հա ցաղ աշխարհում է օքեյ դե պրոստը մերում կասում եմ շատ շուխուրը մեր շատ է էլի շատ է մեր շուխուրը ամեն ժանելուց է մեր շուխուրը շատ մենք շուխուրով հաց ենք ուտում մենք շուխուրով կինո ենք նկարում մենք շուխուրով կինոյի պրեմիերա ենք անում մենք շուխուրով քլնգում ենք կինոն այդ շուխուրը մեկ-մեկ խանգարում է մեկ-մեկ խի Facebook չէի մտնում բան չէի գցում որտեվ ես հասկացա որ պետք չի շուխուր անել պետքա պրոստա անել ու այդ ամենալավն է այսինքն մի շուխուր արա ինչ ես դու անում հա պրոստա արա եթե դու միդիային դեմ չես ու այդ շուխուրը քեզ պետք է կոնկրետ բանի համար հիմա արդեն ցույց տալու բան կա այսինքն կարամ ասեմ ժող sense պրոյեկտ ենք անում օքեյ եկեք տենում ես գրում են ասում ենք IT կամպանիայից ընկեր ունես որը AR-ով է զբաղվում բայց կարանք twin poster AR-ով անենք շարժվի հա այդ պետք է արդեն ինձ բայց սկսելուց դի ձեն չանես խելոք տափակ նստես քո գործը անես ամեն տեղ բայց մոտիվին ինքը շատ պրովոկացիոն է ինքը իրանով չէ ինչ կա որտեվ չունեին երկար ժամանակ հասնելու նրան ինչ արեցին կարճ ժամանակում Հա, այդ էր էլի արդյունքը տվեց այսինքն ամեն ինչ ստավկա որ դրել եք ինքը արդարացրեց իր։ Հա, ես կուզեի որակով լիներ ինքը, այսինքն տեխնիկական նույն ձեն լավ լսվեր, բայց այն ինչ որ մենք փորձում ենք անենք, հա Այսինքն ստացվում է դու պատրաստ ես եղել ավելիին, բայց եկել հասել ես մի հատ կետի, որ հասկացել ես ֆինանսը չի հերիքում։ Իհարկե։ Ու սա տեղն է երևի տենց, չէ, որ ասես ամաչում եմ մոտիվից, չէ, вообще չեմ ամաչում։ Չէ, вообще չեմ ամաչում։ Հակառակ է երևի։ Գիշերային խաղերի աղջիկները, այդ նույն աղջիկներն են, որ blacklist-ում ջակուզիում նստած են, որի դեռ Էդ էլ է Հայաստանում։ Արադին կաստինգ է կարե։ Հա, էդ էլ է Հայաստանում խնդիր, որտեվ մերոնք ազատություն ասածը դες մարդիկ էլի ազատ են, չէ՞, տարելիքը թեմա արդեն քույսը չլնելը թեմա չի, չգիտեմ, լիքը բան թեմա չէ, հա։ Քֆունա լեգիտիմացված է սոցցանցերում։ Այդ նորմալ լինելու հետ մարդկանց վերաբերմունք իրանց ու կարծիքին չի փոխվել։ Հա։ Իրանք էլի ապրում են ուրիշի համար։ Հա։ Դա այդ միշտ է տենց եղել էլի։ Մեկը մյուսի համար չի ապրում։ Երևի 70-ականներին տենց ավելի քիչ է տենց եղել, քան թե հիմա է։ Կա ինչ որ տենց իմոտ տպավորություն, որ ոնց որ 2000-ականների TV-ին շատ ավելի համարցակ բաներ իրան թույլ տալի, քան թե հիմա։ Բեռնարդ Շոուն հիշում ես։ Բեռնարդ Շոուն մեկը բանը, ես նույնիսկ հիշում եմ շատ անկապ ռեֆերենս եմ տալու, մի հատ ֆիլմ էր հելել Արմենիկում ուպսա։ Ապրես ժուս որտեղ Հրատ Թոխատյանը վարեր բանն ավաճարի հետ քնում էր որ Երինջակյանն էր բարակվեր կամերայինի Երինջակյանի միջադոց ֆանտաստիկ մարդ է ինքը որտեվ կամերային թատրոնը մինչև հիմա աշխատում է կամերայինը մինչև հիմա վերջնում է ու ինքը շուտ էր հասկացել որ աղջիկները կրում են հա ինքը շուտ էր հասկացել հա ու դեպքը եղել չգիտեմ ինչքան է իրական ինչքան է չէ կամերային թատրոնը պետք է ունենար իր TV ալիքը։ Ու վերջին պահին տվել են շողակաթին։ Ու կարող է սխալվում եմ, կարող է ինչ-որ բան, հա, բայց ես շատ կուզենայի, որ լիներ այդ TV-ն, որտեղ ինձ թվում է լիքը բան Հայաստանում ուրիշ ձև կներ ու
կամերային հետաքրքիր մտքերի տեղ էր միշտ էր։ Ես կամերային թատրոնում եմ եղել, ես ընդեղի ստուդիան եմ գնացել, քիչ էր մնում դերասան դառնայի։ Թատրոնի հետ կապ ունես, այսինքն, Չունեմ, բացարձակ չունեմ, պրոստը ընդեղի ստուդիան եմ անցել, մնացի մինչև վեր, դաժի իմ հետ հաղորդում նկարեցինք մի հատ, տենց սիրալվեցի փախա Մոսկվա։ Ինչ-որ փորձերի բան թատերական մասնակցել։ Խաղացել եմ, ներկայացման մեջ խաղացել եմ, այդ վերջին ընտրեցին, հաղորդումը դրեցինք, ծանր սիրալվեցի։ Այդ վաղուցվա բանս ասում, չէ՞։ 15 տարեկան է։ 17 տարեկան։ 19, հա, 19-20 տարեկան, 15 տարի առաջ մոտարով։ Motiv-ի հետ կապված մի հատ էլ սկանդալային պատմություն կար, երբ որ բլոգերների վիդեոներ էին տեղ։ Շատ խնդալու է, այդ բլոգերները մեկը Կոլյան էր, մեկը Ագնես էր, 952-ի հետ էս։ Ես իրան տենց գիտեմ, Նիկով էլ է։ Դա YouTube-ի ժամանակ ինքը տենց էր գրանցված։ Երևի, հիմա ինքը թույն ռեժիսոր է։ Ինքը հմեկում չի հիմա։ Չէ։ Ինքը կինոդարանի կրեատիվ դիրեկտորն է։ Հա։ Իսկ դա ինչ պատմություն է, ոնց տենց եկավ։ Հիմա կարամ հանգիստ կֆրտեմ, որտեղ մեր ընկերներն են, ուրեմն սրանք ինչ ենք մենք անում, մենք վերցնում ենք իրանց վիդեոները, նշում ենք իրանց նիկերը, դնում ենք իրանց YouTube-ի անունները, մենք իրանց հարցնում ենք ու դնում ենք հաղորդում իրանց լավագույն այն ժամանակ ինչեր էր ֆռում չգիտեմ ինչ բան իրանք անում են, հա։ Չգիտեմ ինչ էր, սենց այն շուտ հաղորդում։ Թոփ չէ, իրանց, բայց իրանց հետ արդեն խոսացած, զանգ է գալիս, որ Կոլան ասում է, հանեք մեր անունները տեղից, ինչ որ բանից, բայց մենք իրանց գովազդ ենք անում, որ TV մասսան իրանց իմանան շատ կարևոր էր։ Որտեվ իրանք մենակ ինտերնետում բացարձակ, այսինքն մենք անուն նշում ենք, մենք ավտորսկի պրավան պահում ենք, հա։ Հա, բայց կներես, նենց էր, որ իրանց կոնտենտը ոչ մի ուրիշ TV չէր դնելու իր մոտ։ Հա։ Բայց մենք իրանց հասանելի ենք դարձնում գյուղում ապրող տատիկին։ Այսինքն վատ բան չենք անում։ Ես մի անգամ տեսա ու շատ դզեց, էլի, այսի YouTube-ը եկել է TV։ Հա։ Այդ գլխավոր գաղափարը է կոնֆլիկտ կա ստեղծվի։ Հա, չի կոնֆլիկտ չկար, պրոստը իրանք ծանրացրին շատ։ Մենք մի երկու կադր պեղել ենք, էլի, տենց գցել։ Հա, ստորիներից որ ասում են օրենք եք խախտում եսի ինչ, բայց բան YouTube license եսի։ Չէ, դու ջնջեցին, որտեվ YouTube-ը եթե դու գցում ես, ինքը եթե հղում տալիս եմ քեզ, ես կարող եմ իրան օգտագործել։ Մենք օրենք չենք խախտել։ Ես այդ եկին այդ ասացի, որ բանա, ոնց որ YouTube license-ը խոսում է YouTube-ի ռամկեքում։ Իրանք չեն կարող Հայաստանի ոնց որ օրենսդրության մեջ մտնեն, ասեն դուք իրան մեր մոտ է հեղինակային իրավունքները միջև հիմա շատ վատ են ռեգուլացվում։ Մենք մտածում ենք, որ մենք իրանց ռեալ օգուտ ենք տալիս, որտեվ այն ինչ որ իրանք անում էին, մենք ավելի մասսայական ենք սարքում իրանց անունը չմոռանալու։ Այսինքն մենք սա չէ, որ ինչ-որ մեկը կարող է TV-ով տնալ ասել դե լավ էլ YouTube չեմ նայել։ Հա, չէ, вообще ուրիշ մասաներ են ինքը։ Լրիվ այստեղ է։ Գիտես ոնց մեկ կարող է հաճելի չի, երբ որ քեզ տեսնում ես ուրիշի ալիքում, ուրիշի ինչ-որ միտեղ։ Մենք իրենց հարցրել ենք առանց նշելու, առանց թեգի, բայց երբ որ թեգին անում, այդ նորմալ է երևի։ Ես ընդհանրապես այդ շուխուրը շատ եմ տենում, միջև հիմա խոսքի TikTok-ում մենք ասում ենք ինչ որ մեկը հումորային կոնտենտ անում, ինչ որ մեկի TikTok-ը obzor անում, այնուս ասում եմ խես դու հանրային իմ վիդեոն անում, չնայած ինքը իր վիդեոն հանրային է դրա միջև այդ, բայց մարդ ես օրինակ մի հատ հեյթեր ունեմ, ինքը իմ մասին վիդեո էր արել, ասում էր որ ես բոլորված ոչխար եմ եսի միջ 100,000 դիտում ունի։ Ես ռեպոստ եմ արել այդ վիդեոն։ Ես շատ ուրախ եմ, որ ինչ-որ մեկը ժամանակ է ծախսել դրա վրա։ Ես իմ վրա եմ զգացել դի, որ մեզնից են վերջանում, ես ու ընկերս Բեգլարան Լյովին չգիտեմ գիտեք թե չէ, on-line ռադիո ունենք։ Ունդեղ AMR.am էր կոչվում ինքը, այն դաթեմ, ունդեղ մենք ամեն օր հումորներ ենք գրում, հա։ Ես գրում եմ փոքր ժամանակ։ Ու այդ հումորներով մարդիկ հետո մատ հաղորդում կար, կանխիկ հումոր էր ոնց որ կոչվում, այդ հումորներով մինչև հիմա պատտվում է լավ փող են աշխատում, հա։ Չգիտեմ, այն ամենա ձեր հնաց հումորներն են։ Հա, մենք մի տեքստով գրում ենք, մինչև հիմա մոտս բերում է իմ գրած հումորը, չգիտեմ, ամենաբան մարդը, ինչ է, ամենահայրենասեր մարդը ջոգեց, որ չի ձգում, տես ու լիքը։ Հա, դի իմ գրածն է, ասենք, ես եմ գրեմ, կամ Արսեն Գրիգորյանի одноклассники parole-ը նույնն է, մինչև հիմա մոտս բերում է, էլի։ Բայց մենք ոչ ասեցինք, որտեղ մենք բաց դոստուպով տվել ենք։ Ոնց որ պետք է դրանից ստարտեն։ Այդ on-line ռադիոն շատ խնդալու պատմություն է, որտեղ dial-up-ի ժամանակներն է, օրանժի ֆլեշկիկը նոր հելնում էր, մենք ուղիղ եթեր էինք մտնում կուխնայից ու 3 ամսում մի on-line մեզ 3000 հոգի մարդ էր լսում հենց այդ բանը, որ ուղիղ եթեր էինք մտնում, անասուն ռեզուլտատ էր, մենք մեր հաղորդումներ ունեինք on-line ռադիոյի։ Հետո էլի Մոսկվա գնացի բրծավետ։ Բայց լավ պրոյեկտ էր։ Մի քիչ timeline-ը վերականգնենք, էլի դու Անգլիա սովորել ես PR։ Հա, կուրսեր եմ անցնել, սովորել շատ մեծ կլինի անցնել, բայց կուրսեր եմ։ Բայց հետս եկել որ շես մեդիայով զբաղվես։ Մեդիան, այ կինո սիրող մարդու համար։ Հա, դու միշտ կինո ես սիրել։ Հա, ոնց։
Միշտ երբ որ 10 խեկս առաջին անգամ տարավ գլադիատոր կինոն նայելու կինո Մոսկվայի բացմանը։ Այդ 2000 թիվներ երևի, որտեվ Արսաղ մեր աղջիկներն էին մենակ լացում ու ես այդ կինոյի ժամանակ սաղ քարտ ու տղեկ էին, բան ոչ մեկ չէր լացում, մեկ է զռում էր, որտեվ դա լացելու կինո է անց։ Հա մինչև մայքը երկրորդ մասն էլ էր լավը, այսինքն ինքը էմոցիոնալ մասը հանած էր լրիվ, էքշն էր պահած, հիմիկվա ժամանակ է համատած, երկրորդ մասն է հավանեցի, որտեվ այդ էքշնը տանում է։ Հա չեմ նայել երկրորդ մասը։ Հա Նոլանը օրինակ իր մոտ ասեց, որ լավագույն 2024-ի ֆիլմը այդ գլադիատորն է, որտեղ էքշնը լավ պահած էր, էլի, ու դու չէիր կապնվում կերպարներից, կերպարները 30 րոպե չէին մահանում, որ դու էմոցիոնալ լացեիր։ Ոնց որ մենք այլ ենք Սուրբում։ Ստավկեն դրա վրա չէր էլի արած։ Սուրբում է դրա վրա չէր, եթե նկատել ես, ասենք կերպարները մեռնում են, ոնց որ մեռնում են իրական կյանքում առաջ շուխուր անելու։ Հա, բայց շատ էմոցիոնալ է Սուրբի այդ մեռնելու պահերը։ Նայեցում համար Օրինակ լիքը մարդ բողոքում է խիսարին սպանիկ, ես էլ եմ համաձայն, օրինակ Լյութոյին գյուղացի տղին ինչի սպանինք, կան ոստիկանն ինչի սպանինք, բայց Արտուրն ու Վիլենը պիտի մահանակ։ Այդ իմ խնդրանքն էր, որտեղ իրանց անցած երկուսի ճանապարհն է, իրանց տանում էր մահի։ Հա, երկուսին է տանում էր, որտեղ երկուսի սխալն է։ Մարդիկ էին։ Լսի վատ մարդը վատ բառն է հարաբերական, վատ մարդ բառն է հարաբերական։ Երբ որ դու ֆիլմ ես նկարում, դու չունես լավ կամ վատ, դու ունես հետաքրքիր կամ ձանձրալի։ Եթե մարդը իդեալական լավն է, ինքը ձանձրալի է։ Կյանքում էլ է, չէ՞։ Ունենն էլ եթե վատն։ Մենակ հիմա դու քանի հոգու համար ես լավը, քանի հոգու համար ես վատը։ Դե հարաբերական։ Կամ ես ինչքան մարդ է ինձնից զզվում։ Հենց այդ եմ ուզում ցիտեմ, որ Սուրբ ցիտեմ չեմ հիշի տենց կոնկրետ ոնց էր Սուրբ երկուսի մեջ որ Վիլենին հարցնում է Տեր հայրը հարցնում է չէ ասում է դու լավ մարդ չես ինչ որ տենց կադր կար որ ինքը ասում է ես այս երեխեքին պահում եմ ուտելիք եմ տալի չգիտեմ ես եմ անում անում բայց всё-таки ինքը նարկոտարգովից է էլի ինքը կրիմինալի մեջ է հարաբերականը հիմա փոխվում են ռամկաները նենց հեշտ է փոխվում աշխարհում լավ ու վատի չկա բացարձակ լավ չկա բացարձակ վատ չի կարա լինի ու սերիաս է սպիտակ սև չկա սա սերիա ու դեպքում նույնիսկ եթե լիներ կինոյի համար իրանք շատ ձանձրալի մարդիկ կլինեին որտեվ ոչ մի կոնֆլիկտ չի ստեղծում ինքը իսկ կինոն կոնֆլիկտի վրա է ստեղծում պետք է չի էլի խորանալ всё-таки կինո է հա հետազոտում է շախմատիստի մեջ Արտուր Դարփինյանի կերպարը որ մենք գրում էինք Այն որ գրում ենք հասկանում ենք օհ, բայց շատ զլաձի է, հա, ինքը հեքիաթը։ Ռուստեմներ չէ ինքը։ Հա։ Ինքը ինչ-որ Գայ Ռիչի ֆիլմից զլաձի է շացնում։ Ինքը շատ զլաձի է։ Okay, ոնց ենք անում, արի իր խնդիրներ տանք, արի տանք իրան կոնֆլիկտ, իր կնոջ հետ, որ ինքը Նապոլեոնը չգիտեմ նայել եք վերջին թե չէ։ Ոնց էր ինքը իր կնոջ հետ, ոնց էր դուրսը, հա։ Արի ինքը նի պարտքերի տակ, որ okay, այդ կլուբի տնօրենը կարա իրան ասի ուրա փողերը, հա։ Ես вообще չէի պատկերացնի, որ ինքը կարա լինի պարտքերի տակ։ Հա։ Ու այսինքն դու իրան բերում ես նենց անցիգիրով, որ մարդ հավատա դրան ու հավատա հետագա իր քայլերին, որտեվ ինքը սպոյլ անեմ, ինքը Անդրանիկին իսկականից հեսա ներակաշում մի հատ խաղի մեջ, ու ինքը հավատում է, որ Անդրանիկին տես, որ ասում է օգուտ է տալիս, հա, ինքը գիտի, որ Անդրանիկին ինքը լավ բան է անում։ Ես մեքենա քշել Հայաստանում այդքան է շատ չեմ սիրում, որտեվ Տունս Բաղրամյանը այտենց հեշտ իջնում եմ կենտրոն, սամակատով հելնում եմ տուն, էլի։ Ու գնացել էի Չարենցավան ընկերներից մեկին տալ էի տուն ու մեքենայից եսիմ ինչ եղավ։ Ու գիշերը ժամը 2-ն է։ Դրնգալով սենց եկա միտեղ կանգնեցի, մի դեմ հատ տղա կանացի բրատս ավտոից вообще չեմ հասկանում, մի հատ գնաես, այդտեղ գիշերը ժամը 2-ին կանչես 4 հատ տղա եկավ, պարկավ ավտոյի տակ, եսիմ ինչը ձգեց, ասեց всё, պատրաստ լուրջ, ասեց վա։ Ասի աննազգան, ինչ ասեց Անդրանիկ Մարտիրոսյան։ Ասի օքեյ, ասի կինոդանի գլխավոր պրոդյուսերն եմ գնաես, սա քան ազգանով որ գլխավոր հերոսյանը Անդրանիկ Մարտիրոսյան կլինի։ Ասեց օքեյ։ Նստեցի ավտոն ու քշում եմ հետ եմ գալիս, ասում եմ մտես տղուն խոսք ես տղը, օքեյ, ինչ պատմություն կարա լինի իր հետ կապված ու մտածվեց հենց այդ շախմատիստի կոնցեպտը էլի։ Շատ ճտացել է, սենց մի հատ պայթակ։ Չտումա։ Вообще, հետաքրքիր է որ դու ոնց որ իմ համար այն պրոդյուսերներից ես, որ ես առաջ չէի պատկերացնում որ պրոդյուսերը այդ մարդն է, որտեվ ես տարիներով ոնց որ մեծամասնն է պատկերացնում եմ պրոդյուսերին որպես այն մեծ մարդը, որի մոտ գալիս են sense ծնկաչոք, ինքը ասում է դու չասիր չաղծածա, որտեվ հա։ Հետո ես արդեն Մոսկվայում ծանոթացա Ջայել Տայքի հետ, լրիվ sense ճուվակներ էլի, որոնք պրոդյուսեր են, որտեվ իրանք իդեա ունեն ու այդ իդեան իրագործելու
հնարավորություն ունեն թիմ հավաքելու այդ ամեն ինչի էմոցիոնալ ուժը, որտեղ օրինակ ես երբ որ պատկերացնում եմ պրոդյուսերի գործը, ես ուզում եմ պարկեմ լավ, որտեղ իմ համար նենց հավես, որ ես պրոստը տեքստը գրում եմ, ես даже պլաշատկա աշխատում եմ չգնամ, այդ գժանոցը չեմ ուզում տենամ, ես իմ համար տուրը նստած գրում եմ, ոչ մի ուսիսետավը կայնած չի։ Լայն պրոդյուսերի գործն է պլաշատկան, բայց կատաստրոֆա է, որտեղ այն պայմանները որ դու ունես, այսինքն սկսած ֆինանսից վերջրած թափով, հա, ստեղծագործական ու այն ինչ ուզում ես ստանաս, вообще այդ կապ չունի։ Ու արդյոք չունի իր այդ կապ։ Ու դու պետք է անաս այդ պայմաններում ստեղծես մի հատ բան, որ վատ բան նկարածնենք չեք կանչելի, չէ, ասենք, կամ այդքան վատ վիճակում եք դուք, որ ձեր համար ես եմ լավ, էլի, որտեղ ձեր տնեցիք են նայելու, իմ տնեցիք են նայելու։ Ես չէ գնում եմ։ Գնում ես։ Հա, չէ, չեմ կարող։ Բայց մենակ քո կտորներին, երբ որ պետք է նկարվես։ Չէ, նայած ով է նկարում, նայած ինչ է նկարում, բաներ կա, որ պետք չի գնաս, որտեղ նայ, իմ ինչքան գնում է, դա էլ է փոխվում, որտեղ մեր ստեղծագործական խանգարումները շատ օգնում են հիմիկվա ռեժիսորներին, հա, որտեղ դու ես պատկերացրել շփտի լինի, դու հասկացել ես, որ ինքը կարող է նկարի, դու հասկացել ես, որ օքեյ Միկա Ղափլանյանը կարա խաղա այս դերում, որտեղ օքեյ թույն համապատասխանում, որտեղ շատ օրգանիկ է, բայց սա ռիսկեր է, բայց դու հենց պլաշատկայում ես, ագին բան լարվում է, այդ լարվելը չի խանգարում, որտեղ դու չես կարա պլաշատկում ոչ մի բան փոխես, քեզ թույլ է չես տա փոխես, որտեղ ռեժիսորին կյանքում դեմ չես գնա, շատ ականջին մի հատ բան ասես, որ էլի խանգարելու ես իրան, որտեղ սերիալը կինոն այդ մինչև պլաշատկա մտնել է, մտար պլաշատկա վсё։ Իսկ մեր մոտ ոնց է սերիալի մեջ ռեժիսորը կարևոր դեր է մեր մոտ։ Շատ, որտեվ օրինակ Ամերիկայում սերիալում կարևոր մարդ չի, իրանք ամենափոփոխական մարդիկ շոուրաներն է կարևոր, ավելի կարևոր։ Մեր մոտ դեռ չկա շոուրաներների հասկացում։ Դե ես եմ քո պատկասը շոուրանը, պրոստը չեմ գրում շոուրանը, որտեվ բան է, շատ վատ է թարգմանվում, հա, շոուրաները, որտեվ շոուրաները սկզբից մինչև վերջ կպածա պրոյեկտին, բայց Սուրբ 1-ից հետո տպավորություններ, որ Սուրբ 2-ի մեջ չպետք է լինեն, էլի նույն հերոսներից ոչ մեկ, բայց վիլենը բայց ինչի չլիներ։ Չէ, վիլենը։ Ինչի չլիներ։ Դե որովհետև երկուսն մեռնում են, էլի տենց տպավորություն, Չեն մեռնում։ որ շարժվեցին, ոչ ման գոնե ինչ-որ նշույլ, էլի աչքը թարթ էր, չգիտեմ, ինչ թարթել է, պրոստը կտրել են չենք տեսել։ Չէ, նկատի ունեմ, որ նենց կդրվեց, նենց հանգիստ ֆրտի, օքեյ, նոքել դավել եմ, всё։ Բայց Սուրբ 2-ից մեռած չէր իրանցից մեկը, էլի ուզում հասկանամ այդ սցենարով տենց էր, թե անցավ մտքներով սցենար չկա։ Սցենար չկա, ինչ-որ մենք Սուրբ 2-ը արել ենք, այդ լրիվ հորինած էր։ Դες պայդեի Սուրբ 2-ը կարար ուրիշ սերիալ լիներ, ուղղակի մարքեթինգային առումով ավելի հարմար էր, որ ինքը ինքը вообще կապ չունի առաջինի հետ, չգիտեմ, կապ ունեն, դեռ մի հատ երևի դիալոգ կա, որ ասում է սիրածս աղջկան վիլենը վերջում, հա։ Մնացածով կապ չուներ, այսինքն դու կարաս առաջինը вообще նայած չնես, վիլենի կերպարը քո համար էլի հարազատ է դառնում, որտեղ դու հասկանում ես իր մոտիվացիան ինչ է անում։ Վիլենը շատ լավ դերասան է, շատ։ Ու վիլենը մենք չէինք կարող վիլենին վերցնենք ուրիշ դերի համար, որտեղ այդ вообще խափած կներ։ Ես իմիջ կներ, հա դրա համար վիլենի կերպարը տեղնելը մեզ պետք էր։ Դες եթե Ջոնսոնը սաղանում է, վիլենը հաստատ կարա սաղանա, էլի։ Իր համար այդ շատ դժվար էր, շատ դժվար է, հա։ Ահա դժվար։ Որտեղ դերասան պլաստիկայից կեսը կորցնես, դու ընդհանրապես ինքը իրար չեր գալիս, էլի դեմքը չէր շատ։ Ինձ օրինակ հետաքրքիր է, դու անընդհատ շեշտում ես, որ Սուրբ 2-ը ուրիշ կողմ է ցույց տալի կրիմինալի, բայց ես համոզված եմ, որ դուք մեկա ստացել եք ոնց որ բան քննադատություն, որ կրիմինալ սերիալ։ Մենակ չնայած մարդկանցից, հա, նա։ Դες դու չես նայ։ Ես չեմ նայ, բայց հա, ես տարապես կրիմինալ սերիալների դեմ չեմ։ Ես ստացում լավ բան է, բայց ինքը հասկանում եմ, որ մարդիկ կրիմինալ չի էլի, տենց շատ որ ասես լրիվ չէ, կրիմինալ է ինքը դե կյանքի կինո է, կյանքի մասին է։ Հա, կյանքի դրամա, երեխեքի մասին, այնտեղ լավ մեսեջներ է դրած, որտեվ միակ բաններից մեկ կարևոր, որ մեր մոտ ստացվեց ու շատ ֆիդբեքեր եկել, որ մենք մեր երեխեքին ավելի ուշադիր կլինենք, որտեվ հիմա ուշադրությունը երեխեքի հանդեպ կորում է, որտեվ սաղ արդեն հեռախոսի մեջ են, մի քիչ ուշադրություն իսկականից կորում է, բայց այդ երեխեքը Նշոր միշտ ճիշտ ճանապարհով են էլի գնում, որտեղ հեռախոսում ես կարա համդաբան սովորացնի համվատ։ Այդ երևի նկատի ունես, որ ֆիլմի մեջ այդ նարկոտիկ ծրողները երեխեքի կերպարեր։ Այդ մեր ռեալիթի մեր կյանքն է, հետի
Բայց հետաքրքիր է, իրականում հետաքրքրվել եք ու փորձել եք Հա, իհարկե։ անեք օրիգինալին մոտ։ Իհարկե։ Իսկ երբ որ կրիմինալ սերիալ ես նկարում Հայաստանում, կրիմինալ աշխարհի հետ առնչվում ես, ինչ որ զանգեր գալիս են, խեսես բանարը, խեսես բանից, ոնց օրինակ չեմ գրոստայացի վաղ դրանք չէին կարա մաֆիա բառը օգտագործել։ Սերիալը նայել ես։ Գրոստայացի, որ վերամոնտաժված, հա։ Չէ, приложение, просто սերիալը կոչվում է приложение։ Չէ։ Հա, նայեք, դա հենց պատմությունը նրա մասին է, ոնց են նկարը Անցածտեղ խորտ ենք տալիս սաղին, ալուչե приложение, the offer։ Հա։ Այդ խզարածը։ Չէ, մենք չէ, որտեվ ասում եմ, մեր մոտ շատ փոքր էր։ Ու ռեժիսորը հաստատ նես նկարել, որ զանգ չենք ստացել, որտեվ ոչ մի բան չենք խափում։ Հա։ Օրինակ, որ ասեցիր հիշեցի, էլի Հարություն Մովսիսյանը մի քանի հարցազրույցներում իր ասել է, որ իր դերերի համար ինքը տենց նվերներ ստացել է մի քանի, էլի։ Դե կստան, հա։ Ես նվեր չեմ ստացել, Շահբազյանն չի ստացել աստատ նվեր, Ստմա Վիլենն չի ստացել։ Երբ եք ավարտում նոր ֆիլմի նկարահանումները Էչիլայի հետ, որ ամսի 5-ից սկսում է։ Մենք կարանք դրա մասին խոսանք, հա։ Մենք գալացող պրոյեկտների մասին կարանք խոսանք։ Հա, այսինքն բոքսի մասին նոր կինո է։ Բոքսի ու ֆուտբոլի տրեյների, որ հավասար իր հետ նկարվելու է։ Մեկում խաղալու է Էչիլան, մյուսում Սոս Ջանիբեկյանը։ Երկրորդ պրոյեկտն է շատ հետաքրքիր, ինքը պատկասե 20 ֆուտբոլից ով է լավ։ Ես չէ։ FIFA։ Անշոտ։ Պատկասե 37 տարեկան արդեն տղա է, 20 տարեկանում շատ հայտնի ֆուտբոլիստ է եղել, հավաքականից է, խաղացել 10 տարեկանում 3 հատ գոլ է խփել, հա, Իտալիային, ասենք, եկել են իրան որ հայկական թմից առնեն, տրեյները չի թողել, ասել է կխաղաս մինչև առաջացան վերջ Հայաստանի, որ քեզ կծախենք։ Հա։ Ու այս ժամանակ առաջացան վերջին խաղի ժամանակ իրան տրավմով հանում է խաղալու։ Ինքը բարձր տրավմա ստանում, ու վсё։ Կրեսները փրթում է, ու իր տրավման կործանվավ։ Ինքը 37 տարեկան է, սաղ իրան դեմքով գիտեմ, որ ինքը հայտեղեն որ 3 հատ գոլ է խփել, 2 հատ գոլ է խփել Իտալիային, 3 հատ Ֆրանսիային, բայց ինքը ոչ փող ունի, ոչ նպատակ ունի, ինքը կյանքից զզվում է, ինքը մեղադրում է սաղին։ Ու բաժանված տղա այս բարմենը թասիբիա գցում, ասում է, բաժի կուբը կտունը չէ, կնգատ մոտս թողի, գնում է տուն, տենում է կնիկը, ընկերոջ հետ է թազը, նորմալ է, բաժանվել է։ Այս կուբը կվոշում ծեծում է սրանով, ընկերոջը։ Արդեն դատարան, տարբերակ մեկ, մի տարի գնում ես մանկական գաղութի ֆուտբոլի տրեյներ, որտեղ առաջնություն են, կամ մի տարի նստում ես բանդ։ Բայց տղան ընտրում է մանկական գաղութի ֆուտբոլի տրեյներ։ Կաստալոմի նման ինչ որ ֆեզբան, ինչ որ երեխեք են ընդ։ Բայց ընդ երեխեք են։ Չէ, էլի մի մերնա, էլի չկա դա։ Բայց էլի կրիմինալ կա, էլի մեջ։ Լսի, մեր ամեն սերիան սկսում է մի երեխու ֆլեշբեքով, ու ընդեղի սոցիալական մասը շատ մեծ է։ Հենց ծնողների ուշադրությունն է, էլի, ու ինչի համար են երեխեքը նստած, որտեվ ամեն մեկը ունի իր պատմությունը, հա, մարդուն մի բանին ֆրտելու համար մի հատ հասկացի вообще ինչ պատմություն ունի, ինչ կյանք է ունեցել, նոր շուտ բան ասա այդ մարդուն, որտեվ դու չգիտես ինքը ինչ կյանքով ապրել։ Իհարկե։ Երբ կլինի հայկական ուժասիկ ֆիլմը։ Օй, ֆիլմը Ինչ որ եղել է, չէ՞, վրոձի փորձեր ունեցել ենք արդեն։ Սերիալ ինչ որ Այսինքն ինչ որ բան նկարվել է, բայց ինքը այդ չի։ Բայց ուժս ասածն է հարաբերական։ Նա ես մի քիչ ուզում ես բանը բացեմ էլի այդ հարցը, որտեվ ես հասկանում եմ ինչի է դժվար Հայաստանում ուժը։ Չասեմ, էլի ֆիլմերի, ամեն մեկը մի պատմություն է, պիլա չասեմ օրինակ, որտեվ շատ բայց լավ հարց է տալի, գիտես ինչով է լավ հարց տալի, օրինակ հենց հիմա մոտ այս 2 տարին ուժս կինոների ծախսը քիչ է, ու իրանք կինոցատում լավ փող են հավաքում։ Այսինքն ներդրում մեկ է հավաքել է մի ռենեսանս է համարվում պես կինոների։ Այդ ժանրը ռենեսանս է ապրում։ Ճիշտ ասած, սա օֆիսում են բրթում, որ ուժս, բայց 7 մոտակա պրոյեկտի մեջ կա միստիկա, որ պատմեցի, պատմեցի անտիխրիստը մեկ է բանում։ Չէ, չես պատմում։ Արի չպատմեմ այդ։ Հետաքրքիր շատ միստический ֆիլմ է, կարանք ուժս չի ինքը, բայց միստիկա, բայց մաքուր ուժը ժանրը երևի եկող տարի արդեն, բայց մի հատ կուզում ենք անենք։ Հա, շատ թույն։ Այդ հետաքրքիր պատմություն ունենք, շատ հետաքրքիր պատմություն ունենք, ինքը Երևանի հետ է կապված։ Ու ինքը շատ լեգենդներով շատ մոտիկ է։ Այդ Քրմախաղը չի։ Իմջաց Քրմախաղը մեր տեսադաշտում է այդ պրոյեկտը, բայց չէ։ Քրմախաղը ուժս չի։ Քրմախաղը միստիկա է մաքուր, հա։ Այս ինչ որ ասում եմ, ինքը Երևանի հետ է կապված,
լեգենդները կան, ու եկող տարի կանենք, բայց հետաքրքիր լինելու։ Իսկ պրոստը միշտ եղել են Ես պրոստը մի բան եմ, էլի, այս ուժասները իմ ամենասիրած թեմաներից է, փոքր վախտանից ամենասիրածը ժանրերից է։ Ու ես ինչ որ բան հասկացա, խնդիր տեսա, համ Ռուսաստանում քիչ չի ստացվում, համ մեր մոտ քիչ ստացվում մեծ մասով, որովհետև ուժասը ինքը իսկականից եկել է ֆոլկլորից, լեգենդներից, հեքիաթներից։ Ճիշտ է, որ դու փոքր ես ու քեզ ինչ որ ստրաշլկիկ են պատմում, այստեղ մի գնա, որտեվ կախարդ կգա, քեզ կտանի, այդ ինչի համար, որ երեխուն սովորացնես ինչից ինքը հեռում է, անծանոթների հետ չխոսա։ Ընդեից առաջացել է ուժը, որ նայենք ինչն է հետաքրքիր, որ ուժը միշտ լայն հասարակության քննադատության է արժանանում, խոսքի չգիտեմ, Իզգանյայուշի դիավոլան մեծ բաներ, բայց իրենք միշտ կոնսերվատիվ են իրանց բնույթով։ Միշտ այն աղջիկը, որ այլասերված է, ինքը կմեռնի, ինչ որ առաջ տենց էր։ Հիմա այս նոր դաշտում տես չի։ Ու ինքը միշտ հիմնված ա եղել հասարակական վախերի վրա կամ անձնական խորը վախերի վրա հեղինակի անում է իրան։ Ու երբ որ ուժը դարձավ պոպուլար, ուրիշ երկրներում վերցեցին ուղարկի մոնստրերին, ուզեցին իրանցով վախասեն։ Մոնստրը վախենալու չի։ Ցանկացած մարդ, որը նայում է, վաղուց անցել են ժամանակները, որ դու կարաս օրինակ բերենք, օրինակ Մեշոկ Պապի մասին պատմություն, Մեշոկ Պապին կերպար տանք, մաս սերիալ ենք, մարի պատկերացնենք, մտածում ենք Մեշոկ Պապի կերպար ստեղծենք, խափենք ասենք որ տենց մարդ եղել է մոտորապես որտեղ երեխեքին մեշոկների մեջ էր ավտոյի մեջ կապում իր 24-ի մեջ տանում մի տեղ, հա, ու իրան պատմություն տանք, նախապատմություն տանք ինչի է ինքը տենց դառ է, ու ցույց տանք նա համ հայկական ֆոլկլորը, նա մեշոկ Պապի մի երևի հայկական ֆոլկլորի ուժսն է, չէ՞։ Եկե որ պարսիկները օջար են սարքում մարդկանց։ Բայց այդ Մեշոկ Պապին չէ։ Օրինակ, բայց ես գործարան էի պատկերացնում, ասում են պարսիկները օջար են։ Ասում են տատիներ էլի, ասում տատիները ասում են պատուանը փագի գրանատ չգցեն, մինչև հիմա պատուանս փագ եմ ամառները քնո, որտեղ տատին ասել է փագի գրանատ չգցեն։ Սաղի մոտ է տենց, իմ տարիքային։ Իմ համար նույնակ շատ հետաքրքիր էր բանը, իմ ամենայս վերջ տարիների սիրած սերիալը, դա Severance-ն է։ Նայում ես չէ երկրորդը։ Չեմ ուզում նայեմ, քանի մի քիչ դուրս չգա, որտեվ ինքն էս թվիստերով ամիշտ, բայց իմ համար այդ սերիալը սարսափ է, որտեվ ես օֆիսային ժամանակաշրջան եմ ունեցել, ոնց որ ես իրան փորձում էի հետ թողեի, ոնց որ էսի թյուրիմացություն էր, ես այդ մարդը չեմ, բայց սերիալ նայելուց ես հասկանում, որ ես էֆեկտիվ մարդ եմ սպանել, իմ ինքնության մի մասն եմ սպանել, ու այդ ինձ վախացնում էր ահավոր։ Այսինքն այդ սերիալը իմ վախերի հետ էր աշխատում, կարար մոնստրներ էլ ունենար, այդ ժամանակ ավելի էֆեկտիվ կլներ, բայց ինքը շատ անձնական բանից է իմ այդ խոսքը։ Նա ասա սյուժեն ինչի մասին։ Հա, սյուժեն նրա մասին է, ճիշտ է, եթե չեք նայել, որ տենց տեխնոլոգիա են հայտնաբերում, որ մարդը հենց գալիս է գործի ինքը լրիվ մոռանում է իր անցյալ կյանքը ու մենակ այդ գործնական իր ինքնությունը գոյություն ունի։ Այսինքն ոնց որ բաժանում է քո կյանքը երկու մասի, մեկը քո օֆիսային ինքնությունն է, ինքը կապ չունի քո կյանքի հետ ու կյանքի ինքնությունը, որը կապ չունի օֆիսի հետ։ Իրանք չեն հիշում իրանք իրար, իրանք տարբեր մարդիկ են, տարբեր ընկերներ ունեն, տարբեր երազանքներ, մեկը չգիտի մյուսը ամուսնացած է թե չէ, ինչ վիճակա։ Իսկ գիտես ինչն է սերիալում կայֆ ու լիքը մարդ ինձ թվում է դրա համար նայում, պրոստը չի հասկանում։ Դու սպասում ես որ հեսա մի շատ վատ բան է ալնելու, որտեվ իրանք նենց են նկարել այդ ապստանովքեն, որ լարված է։ Հա, շատ լարված է ու մի հատ բան եմ զգացել, որ Apple TV-ն շատ երաժշտության առումով ու ատմոսֆերայի առումով շատ հետաքրքիր է նկարում, տարբերում մնացած սթրիմինգներից, ես իրանց տակ թույն քնում եմ։ Ինչի համար, որտեղ դիալոգները չափից ավելի քիչ են, այնտեղ ատմոսֆերան է շատ կարևոր։ Իրա տակ շատ թույնը լմանալ ու քնել է թույնը լմալ է։ Հա, ոչմ սարսափներից ենք խոսում, որ ինձ թվում է, որ եթե ինչ-որ մեկը սկսի հետազոտել հասարակական վախերը, ոչ թե մենակ ֆոլկլոր, այլ օրինակ ինչից է հիմա ամենաշատը միջին վիճակագրական հայը վախում, ինչն է իրան իսկականից քաղաքականությունից, դրսի թշնամուց, ինչ որ տենց բաներից, հիմա մենք վերցնում ենք դրսի թշնամուն, ինչ որ մետաֆոր ենք սարքում։ Պուտինից է վախում։ Հա, թեկուզ։ Ինչ որ մետաֆորիկ արտացոլում ենք իրան սարքում ու արդեն կապ չունեցող դրա հետ սյուժե են գրում, որը ուղարկի հղում է իսկական դեպքերի ժամանակ։ Այդ ժամանակ ուժը կստացի, որտեղ ինքը ոչ միայն առաջնային պլանակով վրա աշխատում որպես ուղարկի վախենալու կենթանիակով վրա, այլ նաև ինքը քո մեջ էգզիստենցիալ վախեր է առաջացնում։ Այդ ժամանակ ինքը դառնում է իսկական ղորոտ։ Так, ու երբ կլինի։ Այսօր Հարցը չէ երբ կլինի։ Եկողտարը բայց հետաքրքիր պատմում։ Ինքը ավելի շատ ֆիլմ է, քան թե սերիալ քո ասածը, որտեղ ասում ինքը
քիչ գումար ես դնելու, շատ աշխատել ես, ես իրանք ուզեմ ֆիլմ փորձեմ անեմ, քան ստե սերիալ։ Դե հետաքրքիր է, Ведьма's Blair-ը շատ լավ кейս է, կրաս է ժան կինոյի, որը Այդ գիտես իմ հետ ինչ ա եղել, ես իմացել եմ այդ Ես գիտեի իսկական պատմություն։ Բայց իմ հետ գիտես ոնց ա եղել, papai ընկերը ոնց որ դրսից եկել էր ու կասետներ էր բերել, ու ես պրոստը մենակ տունը դրեցի, որ նայեմ, ես իմացա այդ իսկական այն, որ ես նայում եմ, ու ես փոքր էի, Ես տարիներ հետո իմացա։ Papan ա մեղավոր, որ ես չեմ թռնում։ Okay, լավ, ես տարիներ էի համոզված, որ այդ իրական դեպք է։ Ցած լրիվ համոզված։ Ու մեկ է մի օր մտնում եմ, հասկանում եմ, որ քիչ է որ իրական դեպք է, դες քաղաք գոյություն չունի, դες ֆոլկլոր գոյություն չունի, լրիվ հորիբալ։ Դե գիտես ինչքան ա եղել։ $27,000 Չես կան գիտեմ հետո սաղ իրար 27000 փող են ծախսել, բայց գմփսրած միջև իմանա։ Դատի են տվել, մտածում են իսկական սպանել են դերասաններին, սա հավատացել է շատ թույն պրոյեկտ է։ Այս տամ շատ ժանրեր կա, որ չկա, ժողովուրդ, նույն գիտաֆանտաստիկան որ մա շախմատիստում է, էլի չկա։ Դե գիտաֆանտաստիկա ասում են, որովհետև թանկ է միշտ։ Դե հիմա գիտաֆանտաստիկա է, շախմատիստը թանկ է։ Դե ինքը այդ գիտաֆանտաստիկա չէ, բայց կներես, ասես ինչ կապ ունի։ Օրինակ ես նկատեցի, որ հենց կոնկրետ շախմատիստի մեջ էլ գովազները շատ քիչ է, էլի։ Դե մենք նենց են գովազն անում, որ Ռուբոն լավ ասաց, որ երեսի չկսես։ Այսինքն դու գովազդը կարաս տնաս հետևի պլանում դրած։ Ինքը չես մտածի որ ինքը գովազդ է, որ դու ոչ կրոպնիկ ա, ոչ դերասանն է խոսում այդ բրենդի մասին։ Որտեղ մենք զզում ենք դրանից, մենք ինչն է դուրս ֆիդբեք ստացա այն որ Շվեյցարիայում ապրող ընկերոջից ասում է նայ գիտես շախմատիստի ինչն է լավ ասում է երևի որ այն մարդը որ մտածել է ու գրել է այդ թիմը պատմությունը կինո նայած մարդիկ են հա ասում է երևում է դա ամենալավն է իսկ կինոյում մենք չենք սիրում չէ դա մենք հայկական սերիալներից երևի փախել ենք դրա համար սիտկոմներ փախել ենք դրա համար որտեղ չգիտեմ կարգին սերիալը Դե վերջին սերիալների համար հումորային, որ ես նայել եմ, շատ կայֆներ, որտեղ տենում էր ոնց էին իրանք ամեն սեզոն աճում։ Ու ոնց է իրանք հումորի մակարդակը աճում, ու մինչև հիմա տենց սերիալ չկա իմ համար, որտեղ որ դու նայում ես տոլերանտությունը տեղն է, ֆեմինիզմը տեղն է, այսինքն տեղն է ոչ թե պերեբոր, այլ տեղն է, որ օքեյ է։ Սպասորը կարացել են մարդիկ այն ժամանակ։ Հա, միքշա ոնց որ դրանից հետո սա շատ դարավ գովազդային հարթակարդն էլի ու ես համ հասկանում եմ իրականությունը, բայց նաև իմ համար միշտ այդ էր հետաքրքիր էլի ուր են մարդիկ, որոնք ուղակի ուզում են կինո նկարեն, ոչ թե ուզում են բիզնես սարքեն ամեն ձևի, այլ ուղակի ուզում սարքեն։ Թե միշտ չի տենց։ Հասկանում եմ, որ այդ իմ ասած մարկանց մեծամասնությունը պետքա խփո լինեն ու իրանք խփո կինոներ կնկարեն։ Այդ ոլորտը չի զարգացնում։ Նայեք, օրինակ Էդգար Բաղդասյանը, Արամ Շահբազյանը, հա, էլի տենց մարդիկ կան, որ մեծ բյուջեով նկարում են կինոներ։ Ու այդ կինոները շատ քիչ մարդ են նայում։ Բայց լավ կինոներ են իրանք։ Օրինակ որ դուք նայեք Արամ Շահբազյանի Իմ սեր Մոսկվիչը, որ ինձ թվում է հեսա կլինի մեր մոտ, որ ասում ես կինո է նկարել, լացում ես, ուղարկում ես մարդկանց, ասում ես դու կապնվել ես այդ ռեժիսորի դրա համար ես դու հավանում, թե իսկականից ինքը լավն ասում ես չէ, ժուր։ Բայց ինքը շատ քիչ մասսայի համար է։ Հիմա ինչ անում կինոդարանը։ Հիմա ինքը արտխաուսը ու մասսայականը միքսա փորձում անի իրեն։ Որտեղ նույն 84-ի համար է, եթե մոնե կադրեր տեսել ես վիզուալ ինքը սիրուն է, տեսել ես ու մենք փորձում ենք այդ ռեժիսորի վիժնը միքս անենք մասսայական պատմության հետ։ Որտեղ մենակ տես կարա զարգացնես ոլորտը, եթե ոլորտը պետքա զարգացնել, իսկ թվում է Հայաստանում պետքա ոլորտը զարգացնել։ Ու կինոդարանը առաջին քայլն է, այսինքն ոլորտը անպայման պետքա զարգացնել։ Ես միշտ ստենդափի մասն եմ ասում, որ մենք չենք կարող խոսալ underground-ի գոյության մասին, մենք ground-ը չհաստատենք, որովհետև անիմաստ է, դու պետքա թեկուց art house-ով, թեկուց after-ski կինոյով, դու պետքա ինչ-որ բանի դեմ լինես, ինչ-որ մասսայական product-ի դեմ, որ սա այսենց են անում, իսկ ես այսենց անում։ Հայաստանում այդ գաղափարը չկա, հա, ինչն են բոլորը անում, բացի ֆորմալ բաներից, էլի, հա։ Ռավջան, արի մի քիչ էլ տեղափոխվենք մոտիվի, մի քիչ էլ մոտիվի մասին զրուցենք։ Օրինակ հետաքրքիր է տեղափոխենք, էլի փող չկա այնտեղ։ Այդ աղջիկների պահը, էլի casting-ը բան ոնց է կազմակերպել։ Ընդհանուր մթնոլորտը որ նայում ես, ոնց որ ինքը TV չլներ, sense ընտանեկան ինչ-որ տենց իրավիճակ ոնց որ լիներ, լավ է։ Հա, հենց այդ է մինչև հիմա պահում սաղից այդ շփումը, որտեվ ընտանիք էր։ Որտեվ դասի հետաքրքիր է թազա բան անելը ու համ վախենալու է, համ հետաքրքիր է։ Ու երևի այդ որ ասում էր նոր, չեմ շմբրեքի ժամանակը թե դուրսնենք, որ չես վախում որ ընկնես ես կողմ կամ այն կողմ, հայ դիցի վրա չգնալը, հենց այդ է հետաքրքիր։
Ոչ թե արդյունքն է հետաքրքիր, այլ այդ ճանապարհն է հետաքրքիր։ Դու արդյունքը վերջում որ հասնեք, ծղիկ, դա հետաքրքիր չի։ Դուք մեկը հիշելու եք ճանապարհը, որ անցել եք, էլի։ Самура только путь։ Իսկ մոտիվի նման ինչ-որ բան պլանավորվում է, թե չէ։ TV։ Հա, TV հենց։ Չես մտնի LTV։ Կյանքում։ LTV չես մտնի։ Սթրիմինգը մոտիվից հետո ասացի, որ միակ տեղը, որ ես էլի պրոդյուսեր կնեմ, է սթրիմինգային պլատֆորմն։ Ու շատ լավ կա կինոդարանը։ Որտեղ ինչ է կինոդարանը անում։ Կինոդարանը փող աշխատում, այդ փողը աշխատումա ծախսում է պրոդուկտի վրա։ Շատ փող աշխատում, շատ է ծախսում։ Որտեղ հայերի քանակով որ աշխարհում վերցնես, մենք կարանք տենց ահագին մեծ բյուջեով սերիալներ ունենանք, հա։ Մա նպատակն է շատ մարդ հետաքրքրել, որ շատ փող ծախսենք։ Շատ փող ծախսենք, դրսի աուդիտորիային ենք հետաքրքիր դառնում։ Մենք հիմիկվա մեր գալացով եւ 3 պրոյեկտը կապ չունի գործողությունները որտեղ են, այսինքն Հայաստանի ֆակտորը вообще կապ չունի, հա։ Ինքը հանգիստ կարող գնալ դրսի սթրիմինգային պլատֆորմաներ։ Ու որ գնա արդեն այդ կախված արդեն բյուջեից, որ դու բյուջե ունենաս սցենարիստի համար, բյուջե ունենաս ռեժիսորի համար, որտեղ դες մենք ասում ենք, չէ՞, չկա սցենարիստ, բայց ինչի՞ պիտի լինի սցենարիստ։ Կամ ինչի՞ պիտի լինի ռեժիսոր։ Ինչ արմա։ Ինչքան են վարձատրվում։ Մարդը պատրաստ է իր հոգսերը թողի կպնի սախ քո պրոյեկտին, նվիրվի քո պրոյեկտին, որտեղ դու իրան այդքան վարձատրում ես, չէ։ Ինքը էլի մտածելու, այսինքն մեր նպատակն է, որ մենք կարողանանք վճարենք, որ մարդ կտրվի իր առօրյա կյանքից, առօրյա հոգսերից, մենք իրան ապահովենք, որ ինքը մեզ ապահովի։ Ու հիմա մշտական staff կինոդարանը ունի արդեն նույնը դերասանների առումով, չէ՞։ Չէ, դերասանների առումով մշտական staff գոյություն չունի։ Չկա։ Չէ, կա ստեղծագործական թիմ, որը մեռնեմ իրենց կյանքին, որը կորիզն է հենց ստեղծագործական պրոյեկտների հիմքում ընկած է, ու ամեն մեկը իր ֆունկցիա ունի ու կատարում։ Մենք ենք սովորում, չէ, մենք տենց պրոֆեսիոնալ բեսամտ եսին որտեղից եկել ենք, ասում ենք ջան, չէ, մենք ենք սովորում։ Մենք ենք, չէ, առաջին անգամ նայում, չկա տեղ շանս տալ նայ։ Ինձ օրինակ մի քիչ հետաքրքիր է, որովհետև ես միշտ մտածել եմ, որ այդ մի քիչ սխալ ընկալում է։ Երբ որ դու ասում ես վարձատրման մասին, իհարկե շատ կարևոր է, սա չենք ուզում սոված մնանք, բայց ես նկատել եմ, որ կա sense ոնց որ կապվածություն։ Եթե պրոյեկտը ինձ vocation-ում է, ես շատ ավելի քիչ փողով եմ իրան անում։ Կարամ եթե շատ vocation չի, կարամ դաժե ձերի անեմ, խնդիր չկա։ Ու չէ, ուզում ասեմ ոչ թե այդ դեպքն եմ ասում, այլ որ ինքը այսպես ոնց որ կախվածություն է։ Անելու մակարդակի մը պատկերացրա։ Քեզ հրավիրում են որպես սցենարիստ, հա։ Դու ունես խնդիրներ առօրյա, չգիտեմ, ինքեր ու դեպք պիտի գնաս կամ ամուսնացած ես, պիտի ընտանիքը ապահովես։ Ու դու մեկը անում ես անաչառ, որտեվ գիտես պրոյեկտն է կարևոր։ Ու պատկերացրա մենք քեզ ամեն ամիս վճարում ենք $6,000։ Ինչքան հանգիստ է քո միտքը։ Իհարկե հաստատ, բայց նաև ես իրականությունն եմ հասկանում։ Ես հասկանում եմ, որ կինոդարանը ինչքան էլ իր գործերը լավ չնեն, հազիվ թե դուք կարաք օրինակ թեկուզ նույնիսկ Ռուսաստանի բյուջեները ունենաք ու Ռուսաստանի սերիալների նման վարձատրեք սցենարիստին, հազիվ թե։ Չէ, ինչի, եթե մենք ունենք նման քանակությամբ հետևորդ, subscriber մեզ գումարը տալի, չէ։ Այս բանին արդեն կարանք համեմատվենք։ Չէ, բայց ապագայում կարանք համեմատվենք, որտեղ մարդկանց շուկայի համար նորմալ է, որ դրսից կարանք ունենանք, հա, կարանք ունենանք։ Ասած դա կոմպլիմենտ է ուզում անել, էլի։ Ասած սենա, որ ես տենում եմ, որ կինոդարանում տաղանդավոր մարդիկ են հավաքվել, ու ես հասկանում եմ, որ ընդ չի կարա M փողը լինի, որ տենց տաղանդ կուտակի, հաստատ իդեան է մարդկանց իրար գլխի հավաքել, որտեղ սա հասկանում են, ես այդ ֆրազան շատ եմ սիրում, միշտ ասում եմ «Прилив поднимается лодки», որ եթե դուք զարգացնեք շուկան, այդ բոլորն են կրելու դրանից, էլի, որ իրանք վաղը միսը կարողանան նորմալ վարձատրեն, որտեղ իրանք որակի ոնց որ պլան կանեն բարձր։ Պլյուս այն զգացմունքը, որը դու ստանում ես, երբ որ դու քո գործից բավարարված ես, ոչ մի փողով դու չես կարող առնես։ Ու եթե քեզ ինչ որ շատ այնց այն գրդոն պրոյեկտ են տալի, ինչքան էլ փող չտան ու դու նախորը գիտես, որ դու բավարարված ես ունենալ, որ քեզ ստեղծագործական ոչ մի ազատություն չեն տալու, դու սկսում ես մանրանալ, ոնց որ հոգի տա բարակում, էլի, որ դու լավ սցենարիստ չես լինի դրանից հետո։ Այդ հնարավորություն տալն, հա, օրինակ մեր այն մարդիկ, որ մեզ ամենօրյա մեր թիմում են, հա մեկը KGB-ում աշխատել, թողել է հիմնական գործը, եկել է մեր մոտ սցենարիստ, հա։ Մեկը իր ամենօրյա գովազդներն է շատ քչացրել, որ ամեն գովազդը երևի չգնամ, կյանքում այդքան փողին չեն կրատենք, այդ է թողը։ Մեկը ոչ դրսի կամպայն գեյմինգ
կամպանիայի վրա էր աշխատում, ասեց ժող, ստեղ ես կայֆ եմ, որտեվ այն ինչ որ մենք անում ենք, ինձ կայֆ է։ Այդ դրա մաս, այդ զգացմունքի մասին եմ ասում, երբ որ դու հավաքում ես ինչ-որ մարդկանց հետ, ոնց որ կինոն կողքից շատ տենց լուրջ բնակավար, բայց մեջի մարդիկ սա մեծ մասը մանկամիտ ժողովուրդ են, որոնք հավաքում են իրար հետ չխաղել։ Մանկամիտ տղամարդիկ։ Տղամարդիկ համաձայն եմ։ Միշտ մինչև վերջը մանկամիտ են, այդ մեր կրեդոն։ Ես միշտ ասում եմ, որ իմ սիրած մարդիկ ռեժիսորներ են, որտեվ այդ միակ մարդիկ են, ում հետ խոսալուց ես ինձ մեծ մարդ եմ զգում, որտեվ ես ինքս շատ մանկամիտ եմ, բայց իրաք իզնիցը բեթար էլի, որ շատ զբաղված են, չիլնում են։ Դե, երբ որ պրոյեկտի մեջ եմ այդերը խոսում, դից իդեաները բերեմ, որ ես հասկանում եմ, որ 12 տարեկան երեխու իդեա է, էլի մեծ մարդու իդեա չի։ Չէ, նույնակ ֆեմինիզմ գաղափարը, այսինքն նշ դες ֆեմինիզմի կողմնակից եմ, հավասարությունը լավ բան է։ Ես կողմնակից եմ։ Պերեբորանելն է պետք, չէ՞։ Չէ, դե այդ ոչ մի բանում էլ չենք ուզում պերեբորանել։ Այդ երևույթը չի վատացնում։ Չափի զգացող, ապրես, չափի զգացող, հա ես եմ ֆեմինիզմի կողմնակից, որտեղ մեզ էլ է ձեր տանը, շատ մեզ է։ Իհարկե։ Ու ես չեմ հասկանում, դե տղամարդիկ մի քիչ շատ ցավին դիմացկուն չենք, էմոցիոնալ ստաբիլ չենք, ոչ մի բան ունի, ու հասկանում ես, որ ժողովուրդ sense 10 տարի հետո տենց ուր ենք մենք ելնելու, չռեալ, ռեալ ու վախենալու է, խնդիրան հենց է։ Մատրիարխատը սկսվել է, լավ է։ Ես Հայաստանում էլ արդեն սկսում, դե Ռուսաստանը լրիվ մատրիարխատ էր, Իսրայելը բարձա, Չէ, ուսանք որ Հայաստանում չի լինի այդպես բան, ուսանք որ չի լինի։ Չէ, արդեն կա, հիմիկվա մենք մեծ խնդիր ունենք, մինչև 27-28 տարեկան մենք լիքը մարդ ֆրտիկը գրի լիքը վատ բաներ են գալու, որ ում հետ ես շփվում եմ իրանց մասին է խոսքը, որ աղջիկների կողմից շատ ավելի նվիրվածություն եմ տենում, վիզդանել եմ տնում, քան թե տղեկի։ Տղեկը շատ լիքը մարդ որ ես տեսել եմ, շփվել եմ հենց գործով, որ հանձնական ապրում են այդ վիզդնող աղջիկի հաշվին։ Այդ լավ այդ վատը կարող է այդքան բիջենք մենք որ դենց վիզին որ մեզ պահում են, բայց այդ տենում այդ կատաստրոֆա է։ Այդ մեռնող տեսակ ենք էլի դառնում։ Ինձ թվում է մի քիչ ժամանակաշրջանի հետ կապ ունի այդ սախ, մի քիչ sense լայն հոգեբանական հարց է, որ sense օրինակ բերեմ, որ հիմա ասում են տղեկի մեջ շատ է խաղամոլությունը, ինքը խաղամոլությունը ինքը իրանով ռացիոնալ գործողություն չի, որովհետև դու նույն փողը որ դու կծախսես այդ գրելու վրա, դու կարաս կրթություն ստանաս ու նույն փողը աշխատես ստաբիլ, բայց դրա համար դու պետք է, բայց չէ, այդ ոնց որ այդ հաշվարկած կարանք ցույց տանք, որ միջինում տենց ավելի եթե աղջիկը դավաճառնա, պիտի սպան։ Չէ, ոչ թե ստերեոտիպի մասին եմ, ոչ թե ստերեոտիպի մասին եմ ասում, այլ նրա մասին, որ այն որ տղեկը հիմա շատ խաղամոլ են, կարա գա նրանից, որ տղեկը համոզված չեն, որ երկիրը այնքան գոյություն կունենա, որ իրանք հասեն կրթություն ստանան ու ինչ աշխատեն, իրանք հասկանալով ապագայի դու հենց հիմա խաղամոլական տեքստեր ես ասում։ Հա, որտեվ ես ոչ թե պրոպագանդա, ես կյանքում կազինո մտած չկամ դա։ Չէ, on-line կարաս խաղալ։ Ոչ էլ on-line, ես ընդհանրապես ազարտնի մարդ չեմ, բայց ես որպես ոնց որ Գիտես, ստատիստիկայով այսքան մարդկանց, քան հոգի 10 հոգի մարդ կա ստեղ, 1.5-ը խաղում են։ Խաղում ես։ Խաղացել եմ, հա։ Երկար տենց։ Ես ստավկաներ 15 տարեկանից ստավկաներ եմ դրել, մինչև հիմա դնում եմ ստավկաներ։ Բայց վերջերս իմացա, որ բան կա գնում այդ որ դու ստավ կապ չունի ռեալ քոս իրաց թիմի վրա ռեալ կամ Բարսելոն ստավկա ես դնում, որ սա կյանքը տարել ես, հա, էքսպրես 10 հատանոց կապել ես, այդ համարվում է բանկի համար վատ բան, բայց դու չարաշահ։ Ես էլ եմ ես վերջերս իմացել։ Չարաշահում ես, այդ ասենք քո 5-10,000 դրամ շաբաթ են գնում ես, բայց այդ արդեն համարվում է վատ բան։ Անցնենք ռուբրիկաներին այդ դեպքում։ Ռուբրիկա ունենք։ Այո, աղբորպես ոդքասթում ունենք ռուբրիկա։ Շատ լավ է։ Բաժանորդներից հարցեր։ Թե նվերը տանքնավ։ Նվերը ունենք։ Լավ, արին նվերը տանք։ Հովանավոր չունենք, թե չէ նորմալ նվերներ կունենայի։ Մեր հովանավորները մեր հյուրերն են։ Ասեցի մեր հովանավորները մեր հյուրերն են ու իրանց ֆոլոուերները, որտեվ իրանք են էլի նայում հիմնականում։ Դες ճաստիկ բաժանորդագրվեք։ Այլի բաժանորդագրվեք արդեն։ Մեր նախորդ հյուրը Տատու Մաստեր Տոշան էր, ինքը հետաքրքրությունի մեկի ձեռը տված։ Ինքս նվիրել ասեն սեղանի խաղ, բարով խաղակ։ Չգիտեմ քանի պլյուսը։ Իսկ ինքը կապ ունի իր հետ, թե։ Չէ, ոնց չէ, տատուի հետ ընդհանրապես կապ չունի։
Շատ կայֆն է։ Ճիշտ եմ, չէ հիշում։ Տոշաներ չէ նախորդ հյուրը։ Հա, Որիվ ճիշտ եմ ասել։ հա։ Բան չկա կտրելու։ Ես եմ դիմի բան նվիրեմ, չէ։ Հա, քանի որ Նայ, ես նվիրում եմ ձեր միկրոֆոնը մյուս հյուրին։ մյուս ոդքասթում կիմանանք թե ինչ ա նվիրել Ռաֆայելը մյուս, այսինքն այսինքն ոչ եմ հասկացաք։ Հա, դուք մերսի նվերի համար, չգիտեմ։ Ձեն։ քեզ մերսի։ Նախորդ հյուրը ունի քեզ նաև հարց, ինչ էմոցիա կվերացնեիր աշխարհի երեսից, եթե ունենայիր տենց հնարավորություն։ Ինչ որ մի էմոցիա։ Միանգամից նախանձը, հա։ Միանշանակ նախանձ։ Ես ստացվում որ նախանձը drive-ա տալի առաջ շարժվելու շատ անգամ թեկուց եւ վատ տեղից գալով։ Չէ, նախանձը հիմնականում բարի նախանձին չէ։ Չէ։ Ինքերուն եմ օրինակ իր համար ստիմուլ առաջարժվելու աղջիկներն են, հա, ինքը ամեն ճանում է աղջիկների ու սեքսի համար, այսինքն եթե ինքը հաջողված է, աղջիկների հետ օքեն, իր կյանքը ստացված է։ հա, ես ուրիշ բանի համար եմ անում, ես ուրիշ բանի համար, չէ, նախանձի համար առաջարժվելը։ Ես ճիշտ ասած տենց երկար մտածում էի կասես վախ։ Վախը, բա։ Վախը շատ կարևոր է Կարևոր բան է, չէ։ Վախերը մեկ շատ են առաջ տանում, շատ են առաջ տանում էլի։ Չեմ ասում վախենաս մենակ մնաս երեխա ունենաս, հիմա կուլեր կա, էլի կուլերը կա, քեզ ջուրը տակ կողդ կարաս քնել։ Всё-таки բանը ChatGPT-ին կզարգանա միջև այդ երևի։ Հետո ստեղծագործական գործի մեջ վախը ինդիկատոր է դառնում, այսինքն եթե ես մտածում եմ օրինակ ստենդափի մասին, եթե ես մտածում եմ որ ինչ-որ թեմա կա, որի մասին ես վախում եմ խոսամ, այդ նշանակում է որ այդ թեման իմ համար կարևոր է, նշանակում է որ ես պետք է իր մասին խոսամ։ Վախենալու լավ է։ Հա։ Ու անցնենք հարցերին բաժանորդների կողմից։ Առաջին հարցը Գրիշն է գրում։ Օհանյան Գրիշն։ Հա։ Ասում է որ Գրիշը զանգում է, խիչ եք պատասխանում։ Սխալ տեղով ազանգ։ Սխալ համարյաս։ Գրիշյան գրի։ Ավոնա գրում հաջորդ հարցը։ Կինոդարանը չի ուզում ստենդափներ առնի։ Անում ենք, ճիշտ ասած, ստորիկ ունենանք, հա։ Շատ հետաքրքիր։ Բայց ստենդափ եք առնում թե մոնոներկայացում։ Չէ, դա ամեն դեպքում ստենդափ մոնոներկայացումով։ Ու պլաններ ունենք, ճիշտ ասած։ Իսկ շակերտներ կբացես։ Անուններ կոնկրետ անուններ չէ, որտեղ պայմանագրեր չունենք կնքած, բայց այն հայտնի ստենդափ ներկայացումներն են, որ բոլորը տեսել են ու լիքը մարդ օնլայն չի տեսել։ Այդ շատ զիլ է։ Սելու ենք դրանից ու մի հատ է գաղափար ունենք, հենց ստենդափ հետ կապված, պրոստը պետք է հասկանալ շուկան, անալիզ պետք է անել շուկան, իսկ հիմա ժամանակը այդքան շատ չի ներում անալիզ անելու, բայց միանշանակ ուզում ենք մի բան անենք, որտեղ հասկանում ենք, որ հայկական հումորին էլ է պետք կպնել էլի։ Հա, ես ոնց որ հետաքրքիր է որ այս խոսակցության ժամանակ շատ ա եղել այդ բաները, ոնց որ իսկ ես չեք ուզում անեք, իսկ այն չեք։ Ու ես պատկերացնում եմ ինչքան ներվայնություն է այդ առաջացնում, որտեղ առանց անել դժվար գործը բիձեվի դորդուբեշ է կարել, իսկ կողքից ասում իսկ էս օրինակ չէ, կասում։ Այն բողոքներից մեր հայերը հումոր բայց ով ասա որ հայերը հումոր սիրող ազգ են, այսինքն ստեreotype է, չէ՞ որ ինձ թվում է մարդիկ հումոր սիրող էակներ են։ Ապրես։ Այսինքն որտեղից է եկել, որ մենք պետք է նկարենք մենակ կոմեդիաներ, օրինակ Կետոֆով ասե Հայաստանում։ Սաղ նկարում են մենակ կոմեդիաներ, հա, այսինքն ինքը շատ պարզ sense կոմերցիոն հարց է։ Կոմեդիաները ամբողջ աշխարհում հայտնի են որպես երբեք չվերացող ժանր։ Բացարձակ կոմեդիան չէ, աշխարհում կոմեդիաները вообще գումար չեն հավաքում։ Հիմա ընդհանրապես նույնիսկ չեն նկարվում։ Եթե նայենք կոմեդիա կոմեդիա չկա ու նույնիսկ լավ տեսություն կա, որ ինձ շատ ա դուր գալի, որ կոմեդիան երբեք ժանր չի եղել։ Ապրես։ Ինքը եղել է ոնց որ մոդ այսինքն դու կարաս սարսափ նկարես, մոդիֆիկացնես որպես հումորով ինքը կդառնա очень страшное кино։ Ինքը всё еще սարսափ է իրան։ Բարի օր ֆիլմը խի աշխատեց։ Ու լավ աշխատեց, լավ փոխավակը, ու դա ֆանտաստիկա ժանրը համադրած էր կոմեդիայի հետ։ Կար ժանր հստակ։ Մնացած կինոներում հայկական չկա ու նայում ես ռոցի օքեյ կարային ավելի լավ նկարային, բայց կա գիծը պահած է, հա։ Օրինակ ես Գոլի պիստոլետն է վերջերս վերանայում։ Հա, ցուկերները ես մի քանի տարին մեկ վերանում եմ, որովհետև ես ավելի լավ կոմեդիա չեմ տեսել։ Երկու հատ կոմեդիա ասեմ, որ տենց հավանում ես վերջին մի 5 տարում, այդ We Are Millers Now, հա, այդ Why Him, Breaking Bad-ի դերասան նախահայ մեկը Ջեյմս Ֆրանկ։ Հա, տեսել եմ, հա։ Մեկը Ջենիֆեր Լորենսի No Hard Feelings-ը։ Կորյունն է հարցնում, Արլեկինոն երբ կլինի կինոդարանով։ Դες Արլեկինոն չգիտեմ, բայց մենք հիմա սկսել ենք թարգմանել կինոներ ու փորձում ենք Այսա որ դուրս է գալու այդ sausage story-ն առնելու, մուլտիկա ինքը մուլտիկա, մի հատ արդեն արել ենք,
կարեք նայեք իմիջերից, փորձում ենք իսկական թարգմանենք, այնտեղ ոնց որ խոսում են տենց։ Ժարգոնով։ Հա, որ նայեն արյունոտ պատմություն է կոչվում, կինոդարանում կա, ինձ թվում է շատ են նայել մեր մոտով, շատ լավ արձագանքներ է գալի, ուզում ենք մտենք այդ որտո ինչի համար, որտեվ հեսա կինոթեատրներում մենակ հայերեն ալնելու, իսկ այն թարգմանությունը որ հիմա գնում է իմ դուրը չի գալի, գոնե փորձենք այդտեղ օգնենք Հայաստանին։ Թարգմանությունն է պետք, մեկ է voice acting-ը պետք է զարգանա ահագին, որտեվ հիմա թույլ է։ Շատ։ Հաջորդ հարցը Սուրենն է գրում, եթե կինոդարանը այդ հայկական Netflix-ն է, բա Armflix-ը որն է։ Չգիտեմ, էլի չի ասենց հարց գրա։ Ֆարաս չպատասխան։ Կինոդարանը ինչ է հայկական Netflix-ը որակի հաշվի։ Երևի համեմատում։ Հավանաբար որակի։ Դե մենք սթրիմինգային պլատֆորմ ենք, մենք մենք գլխավոր նպատակն է որակով համատվել նմանելնելը, հա։ Մենք չենք ասում, որ մենք հայկական Netflix-ն ենք, մեզ այստենց մեսեջ կյանքում չնե, չէ, մենք կինոդարանն ենք։ Մեր անունն է հայկական անուն ադրած կինոդարան, հա։ Ու շատ դժվար է մեզ այդ։ Դա շատ լավ անուն է։ Շատ լավ անուն։ Շատ դժվար է, որտեղ դու մտածում ես, որ մենակ 5 կինոներ անդեղ։ Ու այդ փոխելը մեր վրա ագին գումար նստեց ու ժամանակ նստեց, բայց մենք գիտենք, մենք հայկական product ենք, սթրիմինգային պլատֆորմա, որը սերիալներ է նկարում։ Մենք չենք ուզում Netflix-ի հետ համատվենք։ Okay։ Այսինքն պետք է հասկանալ, որ Netflix-ը այդ կոնկրետ երևույթ է, որը եղել է վարձույթի։ Չգիտեմ, ինքը իր պատմություն ունի, ինքը վարձույթի սրա է, ինքը թազա բիզնես մոդել է, ինչ որ ներկայացրել։ Ոստը հայրը չգիտեմ, որ ուրիշ բաներ է։ Դրանից հետո 1000 հոգի վարել է այդ բիզնես մոդելը, հա։ Հաջորդ հարցը գրում է Սաթենիկը։ Ըստ ձեզ, երբ կլինի առաջին հայկական պոռնո կայքը։ Չլինի, եթե օրենսդրությամբ արգելված է։ Արգելված օրենսդրությամբ։ Հա։ Չգիտեի։ Չէ, օրենսդրությամբ թե չէ։ Համալիդի հետաքրիր հայերենից իրական մոմենտ է, էլի։ Ուզում եմ կայքը հայկական լինի։ Ոչ թե կոնտենտը դաժա, կայքը թող հայկական լինի։ Կասեմ եք հայերեն։ Եվ վերջին հարցը Կարենն է գրում, ով է հայտնի խոսքերի հեղինակը։ Հայա։ Արնոլդ Շվարցնեգեր, Ջեյսոն Սթեթեմ, Ժան-Կլոդ Վան Դամ եւ Գոր Վարդանյան։ Ժան-Կլոդ Վան Դամ։ Ուրիշի պրոդուկտը չենք գոռում։ Ճիշտ պատասխան չի կարող Բրյուս Լիներ։ Меня это русերենով հարցկա, почему нет хорошего армянского кино на международном уровне? Есть. Կա չեք նայում։ Հա, կա չեք նայում։ Հա, այդ խոսքս տենց չի։ Արամ Շահբազյանի ֆիլմերի հայտ Մասկիչի։ Հա, մենք Հայաստանը ներկայանում է եվրոպական ֆեստիվալներին, արդեն շատ տարիներ կինոներ աչտալի, որը մենք չենք նայում։ Մեզ տեղեկությունն չի ասնում, ճիշտ ասած, մեր մեդիան ահա որ անտարբեր է, ոնց որ ԶԼՄ-ներում անորան առաջի դեպքներ, որ այտենց շուկով խոսացին։ Սովորաբար ոչ մի բան չեն խոսում։ Դա մարդիկ գնում են խոսում։ Անորայի մասին։ Հա, լսի շատ վատով են խոսում։ Շատ։ Այդ դրա համար է մեզ Հայաստանից ոչ մեկ հայտնի չի դառնում։ Թեկուց խոսան, թեկուց վատով, բայց խոսան, թեկուց քննարկություն սկսի։ Որ եթե էսի վատ է, եկեք լավն էլ լսեք։ Մեր դժվար է շատ, այդ առումով շատ դժվար է, ասում եմ, մերոնք նախանձը կհանեին, այդ հարցի պատասխանը նախանձը կհան։ Ես ուղղակի համարում եմ, որ անտարբերությունը շատ ավելի վատ է, քան թե քննադատությունը։ Մենք անտարբեր չենք, մենք մեր ազգով անտարբեր չենք։ Ուզում ասեմ, ինչքան կինո գնացել է, նույնիսկ մրցանակ է կրել, ոչ մի նորություն դրա մասին չի ֆռում, ոչ մեկ դրա մասին չի խոսում։ Լրիվ անտարբեր, որտեղ մասսայական կինո չի, դու այդ կինոն չես կարող հետաքրքրել։ Բայց անորան մասսայական։ Անորան մասսայական է։ Հոսի ու մասսայականի մեջտեղն է ինքը։ Հա, հա։ Այսինքն դու բեմատ կարող նայու հավանա ռեստորան։ Հա, կարծես ռեստորան։ Ակարա հավանա։ Ու պետք է խնդրենք, որ դու էլ քո հարցը ուղես մյուս հյուրին։ Ինչ հարց կա։ Չիմանալով ինքը ով է։ Ապրում Հայաստանում։ Շատ լավ հարց։ Հա, ինչ է ապրում Հայաստանում։ Հա։ Շատ լավ հարց։ Ռուբրիկաներից պրծանք։ Կաները պրծանք։ Կարանք մանից արդեն աջակցություններ ասենք։ Տոնակալություն ավելի համար հաճել էր ձեր հետ։ Շատ մերսի։ Իսկական շատ հետաքրքիր խոսակցություններ, հա, էլի լիքը բաներ մեծ հաճույքով կխոսենք։ Հույսով եմ մենք ես անդադ հույս ունեմ, որ մենք դե սկսելու ենք երկրորդ կրուգով մարկանց կանչել, որովհետև մենք էլ ենք հմտանում որպես հաղորդավար, ավելի լավ հարցերով կլինենք, ավելի պատրաստված կլինենք։ Ամեն դեպքում բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, կոմենտներ գրեք, եթե ձեզ դուր է գալի, եթե դուր չի գալի, վատ կոմենտներ գրեք։ Շատ շնորհակալություն։ Աղբորպես հետևեք մեր սոցկայքերին, նորություններին, Instagram-ին, YouTube-ին ու բոլոր տեղերով հարթակներով։ Լավ, այդքան մի խնդրվեք, պրոստը ոնց որ subscribe-եք, ջոս, եք վիզան դնում։
Все-таки պրոդյուսեր մարդը ասում է։